Ողջույն սիրելի հետևորդներ, US Armedia-ի Harmcast-ն է հերթական եւ այսօր էլի չափազանց հետաքրքիր ունենք նախ դերասան, ապա պրոդյուսեր, չէ, նախ սպորտսմեն, ապա դերասան, ապա պրոդյուսեր Սոս Կարապետյան, այս դեպքում նույնիսկ կարելի ասել Ջեկի Չան, չէ՞, Ջեկի Չանն է սիրում իր ֆիլմերում համ պրոդյուսինգ անի, համ նկարահանվի, ո՞նց է նայում այդ համեմատությանը։ Չէ, ընդհանրապես կապ չունի, ես լոսի սոսն եմ, ճիշտն ասած, էդի ես ավելի շատ կնմանացնում Գոր Վարդանյանին, որովհետև Գոր Վարդանյանն է, որ համ սցենարն անում։ Պարտադիր պիտի բանն է, ասեի որ Գոր Վարդան, որովհետև շատ քիչ տարբերությամբ ես դու անում են աշխատանքը, որը Գոր Վարդանյանն էր սկսել։ Սոր ջան, շնորհակալ եմ, որ եկել ես, շնորհակալ եմ, որ չես մերժել։ Այդ ուղղակի տես միջանկել ասացի, բայց հիմնական որ կուզենամ սկսենք ու ասեմ, որ ինչի մասին է ոդկասթը, քանի որ չեմ սիրում նախապես ինչ-որ բաներ խոսենք, պայմանավորվենք, հարցերի շարք քննարկենք։ Խոսքը նրա մասին է, որ այստեղ հարթակա ազատ զրույցի ցանկացած բան կարելի է ասել, ցանկացած հարցի կարելի է պատասխանել եւ ցանկացած հարցի կարելի է չպատասխանել։ Որ հարցը քեզ դուր չի գա, կարող ես ասել չեմ ուզում պատասխանել, կամ եթե ուզում ես պատասխանել, կարող ես պատասխանել։ Մի խոսքով հանգիստ ազատ զրույցի պիտի գնանք եւ կուզենամ սկսեմ մի բանից, որ ամենակիչն ես դու դրա մասին խոսում։ Երևի հպանցիկ ասում ես, բայց գիտեմ մեծ հպարտությամբ ես ասում, բայց քիչ ես խոսում։ Սկսենք քո երեխաներից։ Ինչով են զբաղվում ու ուր են հասել։ Ասում ես, որ սովորում են հարցազրույցում, բայց չես անդրադառնում ինչ մասնագիտությամբ, որտեղ են հասել։ Աղջիկս շատ լավ նկարում է, 22 տարեկան է, high school-ում դաս է տալիս եւ Ամերիկան ակադեմիայում է դաս տալիս։ Ուզում է դառնալ դիզայներ։ Գրաֆիկ դիզայներ, հագուստի դիզայներ։ Ասած ուսումնասիրում է երկուսն էլ, մինչև գիշերը 2-3-ը, որ ես եմ դուրը բացում, ասում բաղ ես քնի մի քիչ հանգստացի, որտեղ շատ է սիրում սովորել։ Իսկ տղես էլ է սիրում սովորել, ինքը ուսումնասիրում է 17 տարեկան է, սպորտսմեն է, Հայաստանում էլ մարզվում, ստեղ էլ արդեն գնում է մեր Մարտին Բերբերյանի մոտ, մարզվում է բարբա։ Եվ ոլորտն է ուսումնասիրում, IT ոլորտն է ուսումնասիրում եւ սովորում է համ անհատական է պարապում եւ ուղղությունն է այդ ուղղությամբ IT ոլորտն է ուսումնասիրում, այդ ուղղությամբ է սովորում եւ մենք որ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ես 5 տարի առաջ ես շատ ժամանակ եմ տրամադրում իմ ընտանիքին, իմ երեխաներին, դա շատ կարեւոր է, առավել եւս որ եկել ենք մի օտար տեղ, որտեղ չգիտենք իրենց ընկերները, իրենց հարազատները մնացել են Հայաստանում, մեր շատ սիրելի Երևանում, ասեմ որ ես իրանց մի բան կարևոր ասացի, որ այստեղ պետք է իրականությունն է դա, ինչ որ հիմա ես ասում եմ, ոչ թե սա խոսքեր է, դա իրականություն է, այստեղ չես ուզում դառնաս համբալի պես 24 ժամ աշխատես, որ այս կպցնեմ, այն կպցնեմ, այս անեմ, այն անեմ, դա միշտ կլի, վաղ իշ կլի, դու պետք է լավ սովորես։ Հնարավորությունների երկիր, բայց հնարավորություններդ էլ կարող ես ի գործ դնել, եթե ունես լավ կրթություն, լավ հենք։ Այո, եւ ես կողմնակից եմ դրա, որ երեխան պետք է լավ սովորի եւ պետք է ինքը դառնա լավ մասնագետ, ամենակարևորը, եւ պետք է տարբերվի մնացածից գիտելիքներով եւ ինքը ինչ որոշի ուղղությունը թոնտրի, ինքը ես դրանում չեմ խանգարում, կամ ոչ էլ ուղղություն եմ տալիս։ Իրանք եթե ընտրել է աղջիկս օրինակ այդ ոլորտը, միանշանակ ու սիրում է նկար, նայում եմ ոնց է նկարում, ոնց է ապրում այդ ամեն ինչով, ես հպարտանում եմ դրանով։ Նույնը տղաս, ես այդ ժամանակ մենք ամեն օր առաջ չափազանցնել եմ ասում։ Մենք մոտարապես մի ժամկես, որ ես տուն եմ գալիս, մենք երեքով նստում ենք, ես աղջիկս տղաս, աղջիկս պատմում է իր ընդհանուր օրվա գրաֆիկը, տղաս յանը, ես իմը, հետո հարցեր է լինում, քննարկում ենք իրար մեջ, ոնց մեկս մեկին ոնց որ խորհրդ, էսի լավ կլինի, էսի կլինի, ու դա շատ կարևոր է, ու ես ամեն անգամ ասում եմ, ես սենց եմ ուզում ձեզ տեսնեմ, ես իրանք իմ դերասանական բան հետ կապ չունեն ընդհանրապես այդ գործի արվեստի հետ։ Հա, բազմիցս ասել ես, որ իրենք իրենց ուղղություն են ընտրել, դու չես էլ ուզում ներգրավես դրա մեջ։ Միանշանակ, ասեմ, որ ինձ դուր է գալի իրենց մտածելակերպը, իրենց տեսանկյունը, իրենք ոնց են այդ հարցերին նայում։ Ես շատ անգամ նաև սենց թե փորձել եմ խոսքով հադելա ոչինչ, սենց էլ կարա լինի,
Չէ, բա ոնց այդպես կարա լինի։ Այդտենց սխալ է, ես հետո իրանք էլ են հասկացել, որ ես դա ինչի համար ասացի, ամեն դեպքում ես մի բան գիտեմ, որ ես շատ եմ սիրում իմ կնոջս, իմ երեխեքին, ասեմ, որ եթե մարդ չի սիրում իր ընտանիքը, եթե իր ընտանիքի համար ամենակարևորը չի եւ իրանց ուշադրությունը երկրորդական է, ինքը մնացած դեպքերում իմ համար կապիկ է, որովհետեւ չի կարա մարդ իր ընտանիքը չհարգի, ընտանիքի մասին չմտածի, ինչ որ չգիտեմ, դա կենացներ չէ, էլի, որ ասած մարդիկ լսեն, դա իրականում դա ռեալ կյանք է, որտեղ դու մտել ես ու դա քո ուսերին է, որտեղ դու այսօր ունեցել ես վալիկներ, բայց դու պարտավոր ես իրենց հետևել եւ ճիշտ դասերակել եւ ճիշտ վերաբերվել ամենակարևորը։ Մենք 4.5, ատեն 5 տարի լրանում է, հպարտորեն եմ սա ուզում ասեմ, 36-րդ անգամն է, նոր եկել մի 15 օր առաջ ենք տեղափոխվել Լոս Անջելես նորից գնացել ենք հանգստանալու Մայամի։ Մենք ամեն 2 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ թռնում ենք միտեղ հանգստանալու։ Մենք ասած մի հատ հետաքրքիր բան ենք մտածել, որ ոչ մեկից ծանոթը սաղ չենք անում, մենք Հայաստանում էլ չենք արել դա։ Միշտ գնացել ենք տարբեր երկրներ, մանանք եկել, ես միշտ մի բան գիտեմ, որ եթե մարդ տեսնում է, այն որ շփվում է, տեսնում է, իրան հետաքրքիր է, թե մարդիկ ոնց են ապրում, այդ տուրիստ վիճակը ընդհանրապես շատ լավ բան է։ Դա իմ մոտ մի քիչ ավելի շատ հիվանդագին է, որտեղ որ դուրս չգամ, չգտամ հանգստանալու, իմ համար շատ դա լուրջ խնդիր է։ Իմանավանդ այն գրաֆիկով, որ դու ես զբաղված, այդ ռեստարտը կյանքի մեջ ամենակարևորներից է։ Գիտես, այդ ֆոնին, այդ հոգնածության ամեն օր նույն բանը, քեզ մի հատ ինչ որ մի հատ բան է պետք, որ նաև միտքդ էլ թարմանա։ Մարդկա օրինակի համար, չգիտեմ, ասա, կարող է լեռնագնացությամբ զբաղվի, կարող է գնա մենակով քայլելու, ցանկացած մի բան անի, որ իր կյանքում ռեստարտ լինի, նորից մտքեր կան։ Մենակ մի հատ բանն է, որից միշտ ընդհանրապես հետաքրքիր է, որ մեկ-մեկ որ մարդիկ որ շատ մտերիմ են, ասում են, «Սոս դու կյանքում էսի ձև տարբեր ես, այն որ մենք տեսնում ենք, դա միանշանակ այդպես պետք է լինի, որովհետև ես մի բան եմ գիտակցում, որ ես այսօր օրինակ եմ ասում, ես իմ կնոջը ասում եմ, ես սենց եմ նայում հարցերին, օրինակի համար, թե ոնց կարելի է, ինչ անենք մեր բալիկների համար, ոնց անենք, որ մեր ժամանակը ճիշտ կարողանանք կազմակերպենք մեր հանգիստը։ Ես ինձ հպարտորեն ասեմ, որ չեմ հիշում 23 տարվա մեջ մի անգամ դեպք, որ կինս ասի, ես ինչ բան եմ ուզում անեմ, կամ ես ինչ բան անենք, ասեմ լավ էլի հավես չունեմ։ Այսօր զբաղված եմ, հոգնած եմ բան, անկեղծ եմ ասում։ Ալերգոչս բնավորություն։ Ահա որ շատ աշխատասեր եմ, ահա որ շատ աշխատասեր եմ եւ մի հատ լավ բան ունեմ իմ մեջ, որ չեմ սիրում, այլ ասում են չի լինի, հնարավոր չի։ Դա ինձ ուժ է տալի, անկեղծ եմ ասում, ես որ 4.5 տարի առաջ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ ընտանիքով։ Այդ մարզիկի հոգեբանությունը նաև գիտես, գալիս է մարզական այդ դաստիարակությունից, որ չկա անհնարինը, չկա մրցակից, որին չես կարող հաղթել, չէ՞։ Կա նման սկզբունք, որ դրա պատճառով գնում ես ավելի առաջ։ Որ նաև սպորտսմենի մեջ ասենց լավ բան կա, որ շատ լավ բաներ կա, ուղղակի մի հատ ուզում առանձնացնեմ, որ եթե դու ունենում ես հակառակորդ, եթե դու իրան զգում ես, որ դու հակառակորդ ունես ու հակառակորդդ ուժեղ է, որ դու հաղթում ես, ավելի ես քեզ լավ զգում, ավելի քեզ այն որ հաղթած ես զգում։ Ես այդ հոգեբանությամբ նաև առաջնորդվեցի իմ նախագծերում։ Ես որ տեղափոխվեցի 4.5 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինձ որ ճիշտ ասած ուզում էի ֆիլմ նկարայի, շատ մեր հայտնի աստղերին, այս բային, որ իմ ընկերներն են զանգեցի, դե պարզ է, որ ընկերներս են, դրա համար եմ զանգեի անց։ Ասել եմ, ես եկել եմ Միացյալ Նահանգներ։ Եկեք գլուխ գլխի տանք կործանենք։ Ասացին, որ ինչ ես ուզում անես, ախպեր ես։ Ասացի, դե ուզում եմ, որ ֆիլմ նկարեմ։ Բոլորը ժպտացին եւ ասացին, ինչ ես խոսում, սոս, ինչ կինո։ Հետո նաեւ ասիմ, որ հնարավոր չի դա։ Հետո ես նաեւ մի քանի տեղից նաեւ լսեցի, որ ասում են սոսը ուր կինոն ուր, ասում մարդն եկել աստե։ Ես ոչ մեկից չեմ վիրավորվում, որովհետեւ իրականում ես որպես ֆիլմ արտադրող մասնագիտություն չունեմ։ Ես դերասան չեմ, ես ինքս ընդհանրապես երևի ասած այդ ուղղության հետ կապել չեմ ունեցել, բայց ես ահա որ շատ սիրում եմ կազմակերպել եւ սիրում եմ շատ նկարվել։ Ես դա չեմ թաքցնում։ Ես այս նախագծերը, որ ես անում եմ մենակ նրա համար, որ ես նկարվեմ։
Ես դες անկեղծ ասեմ, ես այն մարկանցից չեմ, որ Սոս ինչ ասես ասում են, բայց նայտես, ես չգիտեմ, ինչ որ պահի պիտի գա քո մոտ հասներ ինչ որ մի հատ կետ, որը ընդհանրապես կողքից այդ հեյթերներ են ասում, կոմենտ գրողներին կամ չգիտեմ, ասենք մարդկանց, որ ուղղակի կարող է խոսան, ինչ որ պահի էլ սկսեցիր չլսել, այդ որ պահից սկսեցիր դու այդ ամեն ինչը չլսել ու գլուխդ կախ աշխատանքը տանես առաջ գնաս, անկախ նրանից այդ 100-ին դուր կգա, թե 1000-ին դուր կգա։ Իդեպ դրա հետ կապված, օրինակ, շատ ուղիղ համեմատական եմ անում, ընկերներիցս մեկը մի օր ասեց 1000-ից վատ ենք ապրում, 100,000-ից լավ ենք ապրում։ Միշտ այդ պեսիմիստի ու բանի տարբերությունն է, էլի, այսինքն միշտ մտածենք, որ հիմա մեր համար վատ է, բայց 100,000 հոգի եւս մեզանից հետո մարդ կա, իրանց համար ավելի վատ է, աշխարհում ինչքան մնա։ Այդ մոտավորապես այտենց համեմատություն է, կարող է այս պայդրությամբ ինչ որ մի բան եմ անում, որը 100,000-ի համար վատն է, կամ դուրեկան չի, կամ ճաշակին չի համապատասխանում, 1 միլիոնի համար լավն է, իրանց ճաշակին համապատասխանում է, իրանց հետաքրքիր է։ Այդ նույն այդ սկզբունքի տարածության մեջ է։ Ինչ որ պահի դու երբ այդ ամեն ինչը սկսեցիր ականջի կողքով անցկացնել կամ ուղղակիորեն չհետևել այդ ամեն ինչին ու կատարել գլուխը կախ աշխատանք։ մի հատ լավ խոսք կա, շատ եմ սիրում այդ խոսքը, ասում է, եթե դու աշխատում ես, դու արդեն հաղթել ես այն մարդկանց, ովքեր դեռ խոսում են։ Երկրորդը, իմ համար ամենակարևոր բանը, ես որ միշտ ասում են, այս հնարավոր չի, սա չի լինի, կամ ասում են, ժողովուրդ, մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, բոլորիս, ես դες իրականություն եմ ասում, առաջ չափազանցնելու։ Ես աստվածավախ մարդ եմ, ես մի բան գիտեմ, եթե դու նախանձում ես քո ընկերոջը, քո բարեկամին, քո հարազատին, քեզ Աստված չի տալու, դու միշտ նախանձելու ես։ Եթե դու իրականում հասկանաս, որ եթե քո հարևանը, քո ընկերը, քո բարեկամը ունենա հաջողություն, դու իրան մեծարես, քո ընկերներին մեծարես, իրանք առաջ գնան, դու գնալու ես առաջ։ Դու դառնալու ես մի հատ շատ լուրջ մարդ, դու սկսելու ես վայելել քո կյանքը, դու գնալ ես գլուխը դնել ես բարձին ու հանգիստ քնես։ Ու ամենակարևորը, որ դու առնետ ես։ Դու կարաս քո դիմացին համոզես, որ դու առնետ չես, բայց դու գիտես, որ դու առնետ ես։ Եվ դու չես կարա կյանքում լիարժեք քեզ երջանիկ զգաս։ Դա միանշանակ այտենց է։ Ես մի բան ասեմ, ինձ որ ասում են, տեսնում ես, այս մարդը ինչ արես, մարդը, ես մեծարում եմ բոլոր դերասաններին, ես նայում եմ բոլորի ֆիլմերը, առանց բացառությամբ, ես նայում եմ։ Ժամանակ գտնում ես, Այո, բոլորը դա իմ աշխատանքն է։ Դա իմ աշխատանքն է։ Եթե ես որպես պրոդյուսեր չնայեմ, թե ինչ է կատարվում շուկայում, եթե ես ինքս չհետևեմ ու չհասկանամ, թե որն է լավ, որը վատ, ես ինքս եմ, որ մի հատ լավ խոսք է, բայց պետք է ասած, մապա դες փողոցը, սաղորը փողոցներն եմ, որովհետև փողոցում եմ ես կոպիտ ասած իմ ժամանակի մեծ մասը անցկացնում, որովհետև դες հանդիպումներ եմ ունենում հովանավորների հետ, հանդիպում եմ ունենում մարդկանց հետ, կազմակերպում եմ լոքեշնները, ես ինքս արդեն թվով 15-րդ նախագիծն եմ ուզում սկսեմ։ Հեսա կանդրադառնանք այդ նախագծին։ Եվ ասեմ, դա ինչն է կարևոր, այն որ նաև հպարտորեն եմ ասում, ինչքան է որ ունենաս հնարավորություն, այսպես հովանավորներ։ Եթե դու ուզում ես լավ բան անես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա շատ թանկ է, շատ թանկ։ Դրա համար ես օգտագործում եմ իմ ամենակարևոր զենքը, իմ ընկերությունը։ Եթե դու կյանքում ապրել ես այնպես, որ մարդիկ ունես շատ ընկերներ, վստահ որ ովքեր քո համար ամեն ինչի պատրաստ են։ Իսկ իմ ընկերները իմ համար ամեն ինչի պատրաստ են, նույնը ես իրանց համար։ Ամենակարևորը, որ ինձ ասում են, ինձ պետքա, օրինակ եմ ասում դες։ Մի անգամ շատ հետաքրքիր ու տաղանդավոր մարդկանց հետ, շատ լավ մարդկանց հետ որոշում կայացրեցի, որ պետք է միացան նկարեմ ֆիլմը Մայամի քաղաքում, ու ասացի ես Մայամիում դեռ մարդ չունեմ, տենց որ ասեմ ճիշտն ասած, այդ պահին չունեի։ Հիմա մի հատ բանակ ունեմ ընկերների, բանակ առաջ շփազանցնելու եմ ասում, որ հիմա նորից պատրաստվում նորից նկար հանեմ։ Գնացի Միացյալ Նահանգներ, գնացի Մայամի, ներողություն եմ խնդրում, իջամ ու այդտես ընկերներս էլ են եկել, այնտեղ իրանք ավելի շատ ուրիշ գործով էին եկել, պրոստը պետք է ընթացքում միանային իրար։ Ասացին սոզը քեզի good luck, ինչ ասենք, գնացես ինչ ես անում։ Գնացի շատ լավ մարդու հանդիպեցի, այսպես ինձ ծանոթացրեցին շատ լավ մարդու հետ։ 3 օր թե 4-րդ օրներով առավոտյան պետք է ոնց որ առավոտյան պետք է հանդիպենք, որ հաց ուտենք, համեր զրուցենք ինչ-կա ընկերներիս հետ։ Հանդիպեցինք, ասենց ուրախ եմ, հումորներ եմ անում, բան ասին, հա դեսար ինչ դժվար է, դու պատկերացնում ես, այս մասշտաբները, այս ամեն ինչը։ Ասին ինչ է պետք։ Պետք է մնալու տեղ, պետք է լավ պենթհաուսներ, պետք է լավ նավ, պետք է լավ լոքեշններ, պետք է այս, պետք է այն, ասի այդ բոլորը կա։
առաջ չափազանցնել այդ բոլորը կա, որովհետև դու որ մարդկանց հետ շփվում ես ու մարդկանց հարցնում ես ու տեսնում ես որ մարդիկ քո մեջ ինչքան եռանդ կա աշխատելու, դու ոնց ես պատկերացնում, դու ոնց չես վախենում այդ աշխատելուց, ամենակարևորը, եթե դու ձգտում ունես, նպատակ ունես, որ պետք է դնես ասես, ասես ջարդես ու մտնես մեջ ու այդպես դուխով առաջ, դա հաստատ Աստված քեզ տալու է։ Որում ինչ որ մի տանդեմ պատկերացնում մեծ քար է դրած ու մուտքը փակված է, ոչ մեկ չի հերում այդ քարը, մինչև որ մեկը չի գալիս ու ամբողջ ուժով կպնում։ Չի ստացվում մոտը, բայց հենց տեսնում են մեկ իրոք ջանք այդ եռանդա ներդրել ուզում այդ քարը հեռացնի այդ մուտքի մոտից, օգնողներ հաստատ հայտնվում են։ Դժվար է այդ առաջին գործին կպնող, հրող ու շարժիչ ուժն է, որ հավատան։ Հավատալ ու վստահելն էլ նայ տարբերություն կա։ Հավատալ աշխատանքին քո, որ դու կարող ես անել ու վստահեմ, որ դու կարող ես անել։ Էլի նույն նմանատիպ օրինակով բերեմ, պատկերացրու Լարա Խաղացը ձորի այս կողմից այն կողմը Լարի վրայով գնում գալիս է, ասում հավատում եք, որ աչքերս փակել գնում, ժողովուրդը այո, ոնց ծափ են տալիս, իհարկե հավատում եք, աչքերը փակ գնում գալիս է, ասում հավատում եք, որ կարող եմ մեկի դնել ուսերիս, էլի աչքերս փակ գնում, ոչ չենք հավատում, ասում դե ով որ հավատում է թող գա, ոչ մեկ չի գնում, վստահելու խնդիրն է։ Իսկ դու ունես ես կատարում քո աշխատանքը, որ վստահում են մարդիկ։ Մի հատ էլ շատ կարևոր բան ասեմ, չեմ նշի անունը, բայց շատ տաղանդավոր ռեժիսորներից մեկի հետ էի զրուցում վերջերս ու թեմայից թեմա եկանք հասանք քո աշխատասիրությանը, քո կատարած աշխատանքին, գիտես ինչ պատասխանեց, ասաց ինչքան էլ որ ես այդ գործը ավելի ուրիշ ձև եմ պատկերացնում, 3-4 տարվա մեջ մի ֆիլմ եմ պատկերացնում արտադրել, մի ընդհանրապես գեղարվեստական ֆիլմ, ասաց, բայց այսօր դրությամբ բաց կա, ու այդ բացը լրացնում է սոսը ու հալալ է իրան, որ լրացնում է այդ բաց, ասաց ան մեկը չեր վերցնի այդ բեռ ուսերին ու գնար առաջ։ Լավ անում, սաղի աչքի թայնել հանում է, ասաց։ Ես կարողա չսիրեմ, չնայեմ, հարուն էլ չսիրի, չնայի, բայց ասում մարդկանց, եթե բանա տալիս ու դա պահանջարկած, եթե մի հոգի չնայեր, այդ դեպքում կհասկանայինք, կասեին ոչ մեկ չի նայում, եղբայր, այս մարդը էս ինչ անում։ Ոնց ասում լիքը մարդ է նայում, ինչի մասն է խոսքը, մարդը ասում բաց է լրացնում, անկախ նրան ինձ ասում ինչա, ոնց է եւ այլն ասում, կարող է սկզբում ասում դերասանները քիչ էին, տաղանդավոր մարդիկ քիչ են, ասում հիմա ասում տաղանդավոր մարդիկ էլ են նկարվում, ասում հայտնի դերասաններ են նկարվում ու վաղուց արդեն ասում այդ աշխատանքը դարձել է առօրյա, ու մարդիկ սպասում են, բայց սոսը էլ ինչ է անելու, էլ ինչի է հասնելու։ Ես այդ հարցներ կուզենամ անդրադառնալ, որ իրականությամբ կա այդ ինչ որ ասում եք իրականությունն է, որովհետև այն ժամանակ որ սկսեցի նկար հանել, մարդիկ դեռ չէին հավատում, մարդիկ ծիծաղում էին, չէին վստահում, մտածում էին, որ դա հնարավոր չի։ Իսկ այդ ծիծաղը, որի մարդիկ իմ ծիծաղում էին, այդքան ծիծաղ էին տալիս, ես դա սխալ եմ համարում։ Ես մարդու մոտ տեսակ եմ, որ կարողացա հաղթահարեմ, բայց շատ մարդիկ հավատացեք, որ հիասթափվում են եւ ճամփի կեսից հետ են գնում։ Դա սխալ է։ Դա ընդհակառակ ես կուզենամ, որ այդ նույն ընկերները, որ ասում են սա այդ մեծամտությունը պետք է հանվի մեր մեջից։ Մենք պետք է ուրիշ ձևի, նայեք, հիմա ինչ է կատարվում։ Մենք ինչ ենք անում։ Մենք սկսում ենք խոսալ, մենք անես լավ կենացներ ենք ասում, որ լսում ես այդ կենացները անկեղծ հոզվում ես, ասում ես, «Արա ինչ հայրենասեր տղա է»։ Էս ինչ տղա է, էսի կոկորտ կդրող տղա է, էսի էս անող տղա է, հետո որ մի քիչ շփվում ես, արա զգում ես, այս մարդը բացի խոսքերից ինքը ոչ մի բան չի անում։ Ոչ մի բան, ոչ նայում ես իր աշխատանքը 0, նայում ես իր ապրածը կներեք 0, նայում ես իր ընտանիքին, իր վերաբերմունքը ընտանիքին 0, սաղ 0, հասկացանք այդ ես միշտ ասել եմ դա կասեմ, նաև ֆիլմերով եմ անդրադարձել, որ եկա Միացյալ Նահանգներ, հասկացա, որ Rolex-ը, Louis Vuitton-ը գոչին բրենդ չի, ստեղ սրբություն է։ Անկեղծ եմ ասում, ես տվեցի ֆիլմերով, ու ես տվեցի, ու ես մի հատ հետաքրքիր բան ունեմ, ես սիրում եմ սովորել։ Ես աշխատել եմ արդեն հարյուրավոր դերասանների հետ, հարյուրավոր մասնագետների հետ, ռեժիսորների հետ, ես ասում եմ ձեզ, աչքերիդ մեջ նայելով ավտորիտետնի։ Եթե մեկը կլինի, կասի, որ սոսին ասել ենք մի հատ բան ասելա, լսեք, ես կինոյի տերն եմ, ես եմ որոշում ինչ պետք է անեմ, կասեք ամոթ քեզ, այդպես մեկը չկա, որովհետև ես շատ սիրում եմ առավել ևս որ խորհուրդ են տալիս մասնագետները։ Ես մասնագետերին շատ լսում եմ, ես մասնագետերին հարգում եմ, ես այն հումոր եմ անում այն ավարտածներին
իհարկե դա շատ կարևոր է մեր կյանքում։ Իրանց մենք եթե ես լինեի մեծամիտ, ես չէի կարող այս մեծ թիմ ունենայի։ Որովհետև այդ նույն մարդը կգարի մոտ կնկարվեր, կասել ես ով այս մեծամիտը թողադեք հաշետավ ապշության լույսը հետ շփվեմ, բայց ընդհակառակը ենք սպասում ենք երբ է հաջորդ նախագիծը լինում։ Դերասաններից պարապեցունա, դերասաններից մեծամասնություն նեղանում, ասում, ես մեզ չես նկարում այս անգամ։ Պատկերացրիք, ես դրան հասել եմ, ես դրանից ուրախանում եմ։ Ես այդտեղ չեմ եկալ, որ այս մեծամիտ եմ, ես իրականություն եմ ասում, ես բոլորին հարգում եմ շատ։ Ես այս մի քանի օր առաջ իմ տանը հյուրընկալել էի մեր հումորի վարպետ Աշոտ Ղազարյանին, մեր վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանին եւ Լևոն Շարաֆյանին ժողովրդական։ Ես անկեղծ եմ ասում, ես մինչև հիմա այդ ուրախությունը հələ չեմ կարողանում իմ մեջից դուրս հանել, որովհետեւ ես այնքան հպարտ եմ, որտես տաղանդավոր մարդկանց հետ, պրոստը ես կարողացել եմ մի սեղանի շուրջ նստեմ։ Ես մի բան եմ հասկանում ու գիտակցում, ես մեծամիտ մարդը դա դատարկ մարդն է։ Գորոս մարդը դա դատարկ մարդն է։ Եթե մարդ շփվելու ընդունակություն չունի, օրինակ ես ձեզ չեմ ճանաչում։ Անկեղծ եմ ասում, դուք ինձ զանգահարեցիք, ինձ ասացին, ես իմ կյանքիս մեջ այն մարդկանց եմ չէ ասում մի բան, որ ունեմ բացատրություն։ Ու ասում եմ հարգելիս, ես համաձայն չեմ, որովհետև դուք այս բաց թողումն ունեք իմ հանդեպ, ես կամ օրինակի համար ձեր հետ համաձայն չեմ, ձեր տեսանկյունը իմ համար համաձայն, ես դրա հետ համամիտ չեմ։ Բայց մնացած դեպքերում ես սիրում եմ, իհարկե դա շատ կարևոր է, որ դու պետք է սովորես։ Դու ոչ թե պետք է ասես, ես օրինակի համար քեզ Աստված հնարավորություն ա տվել, որ դու մի բան կարողանում ես ստեղծել անել, ասես դե լավ, ես եմ որ կամ։ Դա ինչ է։ Դա դատարկություն է։ Դա դու չես կարող կյանքում դրանում ունենաս հաջողություն։ Ամենակարևոր բանը, թե դու տենում ես քո ընկերը, ուզում է ինչ-որ մի հատ աշխատի, ինչ-որ մի բանի հասնի, օրինակ ես նախագծեր էի նկարում, ֆիլմեր էի նկարում, այն ժամանակ ոչ ոք չեն նկարում ֆիլմեր։ Բոլորը հետ համագործակցում էի։ Հիմա արդեն ինձ ստացել, որ իմ մարդիկ մասնագետները, ովքեր իմ մոտ նկարահանվում են, այս բան նաև իրանք են միացել մի քայնակով եւ ֆիլմեր են նկարում։ Ու իրականում ուրախանում եմ։ Անկեղծ եմ ասում։ Այդ լավ է, ախր դու ես շահագրգռում մարդկանց, որ աշխատանք կատարեն։ Բացի դա, արդեն դու արի անկեղծ խոսակ։ Թող լինի առողջ կոնկուրենցիա, ինչի՞ չլինի։ Իհարկե, դա կարևոր է, որովհետև ես իրանցից կսովորեմ։ Մեկը մյուսին կօգնի ավելի առաջ գնալ։ Ու ես մի բան եմ հասկանում, եթե մեկը, օրինակ ես, հիմա այս պահին նստեմ ու սկսեմ օրինակ փլովել ինչ-որ մեկին, դուք ինձ կլսեք, բայց վստահ եմ, որ ես գնացի, դուք ասեք, որ էսի դատարկ ու վատ, որովհետև ես մի բան ասեմ, իմ կարծիքն եմ ասում, եթե մարդ կարա առաջի հերթին եթե ինչ-որ ես համաձայն չեմ, որ ինտերնետային այդ հակամարտությանը ընդհանրապես մեկը մյուսի հանդեպ, դրան իմ համար ուղղակի չգիտեմ, դա շոու է, որ այդ շոուի մեջ ես չեմ ուզում լինեմ, որովհետև ավելի շատ եթե դու առավել ես ճանաչում ես այդ մարդուն, այդ մարդը քո քաղաքում ապրում, դու կարաս իրան հանդիպես, նայես աչքերի մեջ ու ասես այն ինչ որ ուզում ես, մնացած դեպքում ես կրկին անգամ ասեմ, դա իմ համար կապիկություն է, անկեղծ դա եթերային, պրոստը կապիկություն է։ Իսկ ամեն եթե դու ուզում ես ինչ որ մի բանի հետ համաձայն ես կամ դու որպես չի ամեն ինչին արձագանքես, ես շատ ժամանակներ չեմ արձագանքում, շատ, ես ասում եմ ավելի շատ ուզում եմ աշխատել, ավելի շատ ուզում եմ գործով ապացուցել, որ ես ինքս ինձանից ինչ բան ներկայացնում եմ։ Ու բացի այդ անելու հետ միշտ մեծանում տաղանդավոր դերասաններին, ռեժիսորներին, օրինակի համար ես այս պահին արդեն 5 նախագիծը աշխատում եմ Հարութ Շահյանի հետ, ասած մի բրոնզ կինգերով աշխատում ենք, այսօր պրոֆեսիոնալ խումբ ունեմ։ Երկրորդ ռեժիսորս Անի Միսակյանն է, որ նաև ֆիլմեր է նկարում որպես ռեժիսոր։ Այսօր մարդիկ ասում են ո՞նց ասած քո մոտ փոխվե հագուստը, ունենք հատուկ մասնագետ, որ հագուստներով ազբաղվում, ունենք բյութի ֆաբրիկետ ենք աշխատել երկար ժամանակ, արդեն մոտավորապես 5-6 ֆիլմա, որ մեյքափ արտիստները ոնց են այդ տաղանդավոր լավ մարդիկ ոնց են կարողանում մեր մեյքափ ապահովել, աշխատում ենք, ունենք լավ օպերատորներ, ունենք լավ տնօրեններ, տարբեր մի քանի հոգի, բոլորին շատ սիրում եմ։ Ես մի բան ասեմ, աշխատանքը դա թմային է։ Եթե դու ուզում ես իրականում բռունցքով խփել մի բան կոտրես ու գնաս առաջ, դու պետք է ունենաս լավ թիմ։ Եթե դու այսօր հումոր եմ անում սա իհարկե, բայց ասում եմ, այս կյանքում մենակ մարդը դաժե քարփուր չի կարա մտնի։ Մնաս մի բանի հասնի, ցավը տանեմ։ Այդ մեկը չի լսել լավներ։ Դրա համար ուզում եմ, որ ավելի շատ այդ թիմային աշխատանքը դա կարևոր է։ Ասում են, սոս դու ես անում,
ես դա ստեղծում եմ, բայց ես չեմ անում։ Դա անում է մի ամբողջ խումբ, մի բռունցքի պես։ Եթե այդ խումբը չլինի, ես մենակս ոչ մի բան չեմ կարող անեմ։ Ինչքան ինձ ուզենամ գոր գրամ, չարչարվեմ, աշխատեմ, բայց դա թմային գործ է։ Մենք բոլորս աշխատում ենք թիմով ու դա ամենակարևորն է։ Ես մի հատ բան ասեմ, եթե այդ տենց ոնց որ ես եմ մտածում օրինակի համար շատ շատերը տարբեր բնակավարներում, նաև ազգային ժողովում շատ հավես կլինի։ Իրականում մենք կհասկանանք, որ մենք ունենք այս խնդրեմը, այս բաժակը մեր խնդիրն է, ու մենք կմտածենք դա ոնց անենք, որ այդ խնդիրը լուծվի։ Բայց որ մենք հասկանում ենք, որ խոսքը դրա մասին չի խնում, նույնը այս կյանքում, այս ասպարեզում, որտեղ արվեստագետների մի հատ խումբ կա, որ ոգի խոսում է։ Ժողովուրդ խոսալով չի։ Ես չեմ ասում, ես ինքս կարող եմ անել ես ինչ որ կարող եմ անել, դա անում եմ արդեն։ Եթե դուք ասեք ինձ օրինակ Սոս ջան, այս նոր ասացի, եթե սա սրա հետ համաձայն չեմ, ես կփորձեմ դրա մեջ տեսնեմ լավատեսություն, որ ախպեր մի նպետ, ես մարդը ճիշտ է ասում, ինգեր։ Եթե սենց անեմ, այնպես ավելի լավ կլինի։ Բայց եթե այդ դա ասողը այն կարգի անբաշխալա, որ լիֆտը կանչի չի գա, որ այդ մարդուն ո՞նց լսես։ Սոս գիտես, ես հարց տվեցի, ու այդ հարցի պատասխանը ստացա ու ոչ ուղիղ, բայց փոխաբերական ու շատ պատմություններով։ Հարցը նրա մասին, թե երբ հեղավորել չլսեցիր ու գլուխդ կախ քո աշխատանքը կատարեցիր, ես քո պատասխաններից հասկացա, որ դու շարունակում ես լսել։ Այդ քեզ խանգարում է, չես կարծում, որ քեզ խանգարում է, որ դու շարունակում ես լսել։ Որ քո ասած թիմը, որ հավաքվել է պրոֆեսիոնալներով, ես նաև գնահատում եմ քո այն տեքստը, որ ասում է սա Սոսը չի Կարապետյան, սա մեծ թիմ է, ու այս թիմը այս մարդիկ են, այս դերասաններն են, արդեն 35-40 հոգի տնօրեններ, աշխատանքը տարվում հագուստի վրա եւ այլն եւ այլն։ Դու ավտոմատ արդեն հասել ես այն կետին, որտեղից հետո կարող է ընդհանրապես քեզ մի քայլ մնացել, որ օրինակ համար մի հատ շատ ուժեղ պրոֆեսիոնալ գեղարվեստական ֆիլմ ստեղծես։ Ու դու դեռ շարունակում ես լսել։ Ֆուտբոլ սիրում ես։ Շատ։ Ժոզե Մոուրինյոին գիտես։ Հա, գիտեմ։ Ահա։ Ժոզե Մոուրինյոյի հայտնի խոսքը։ Դե ինքը ընդհանրապես ասում է, որ քննադատություններին տեղի չեմ տալի, գլուխս կախ գնում եմ առաջ, ասում է, եթե ասում է իմ վրա նետած քարերը հավաքեի, իմ արձանը կկառուցվեր ու մի քանի տեղեր։ Դրա համար ասում է ոչ էլ հավաքում եմ այդ քարերը։ Ինչ ես այդ քարերը հավաքելով գնում առաջ։ Ես 4.5 տարի է, 15-րդ պրոյեկտը ես անում Միացյալ Նահանգներում։ Էլ վերջ էր ասում, պիտի արդեն թողնես ուրիշ հողի վրան։ Ինչ ուզում են թող խոսեն։ Ունես ուրիշ լեվելի աշխատանք, դա ցածր է, բարձր է, ինչ որ մարդկանց պատկերացումներին չի համապատասխանում։ Եթե իմանամ օրինակի համար դա քեզ կօգնի, որ դա լսելով ավելի ուշ տաս քեզ ավելի առաջնես, էսի շտկես, կասեմ հա, թույն է, բայց այդտեղ ես մի քանի այսպես կոմենտներ էլ հասցրեցի կարդամ, իդեպ խոսքի անդրադառնամ, ինչպես ասաց Սոսը, մենք մինչև այս ծանոթ չենք եղել, մինչև այս հաղորդումը, առաջին անգամ հանդիպել ենք այսօր, խոսանենք մի քանի օր առաջ հեռախոսով մեծ սիրով համաձայնեց հյուր գալ ու շնորհակալ եմ էլի եւս մեկ անգամ դրա համար։ Եթե խոսքը գնա նրա մասին, որ այդ կոմենտները, որ ես հասցրեցի կարդամ, իրականում ակը բան չեմ տեսնում, անիմաստ մարդիկ ուղղակի ուզում են վիրավորած լինեն։ Որ ասեմ խելացի խորհուրդով մեկը կիսվի, գիտես Սոս ջան, այ եթե օրինակի համար այս ինչ բանը սենց անեիր, էսի սենց կներ, չէ, լկտի ատելությամբ լցված, կյանքում ոչնչի չհասած բաներ է գրած։ Ինչը բոլորի հետ է տեղի ունենում, քո հետ չի, մենակ տեղի ունենում։ Իմ հետ էլ է տեղի ունենում, քո հետ էլ, բոլորի հետ, ով երևում է էկրանից այն կողմ, կամ թեկուզ էկրանից այն կողմ չէ, բիզնես է, մարդ ուզում է զարգանա, աճի, չէ, ատելության քարերը հերվից կնետեն։ Հաղորդման շրջանակներում բացեմ, հետաքրքիր։ Ուրեմն շատ մի հատ հետաքրքիր մարդու հետ նստած ենք եւ քննարկում ենք, որ ոնց ընդգրկենք ֆիլմերում նկարահանող պես հայտնի։ Ասացինք, որ կանգնեցինք այս մարդու վրա, դե ասացի զանգի, դե iPhone-ը որ զանգում են, կողքից լսում է ձենը, բարձ, այդ խոսացողի, ինքը չէր կամացածրել։ Ես քեզ մի բան ասեմ, չեմ չափազանցնում։ Մինչև հիմա յան գրկում, ինքնից գրկում պատճում եմ կենացը խմում։ Ես յան չեմ էլ ասելու, որ եթե ես լսել եմ։
դու ինձ ինչ ես արել, ինչեր էր ասում իմ մասին։ Ինքը շատ վատ խոսած իմ մասին, շատ վատ, առանց չափազանցնել եմ ասում, շատ վատ։ Ես ասենց ասած սառը քրդինք տվեց վրես, բայց ես որ անջատեց հեռախոսը, դե ով ինձ ասեց փոխանցեց դեռ ուրիշ բան, բայց այդ գույնից էր հասկանում, որ ինքը ուրիշ բան է։ Ճիշտն ասած, մի նախագիծ հետո ես փորձեցի ան նորից կապի դուրս գամ, բայց ես մի բան իմ Աստծուց խնդրեցի, ասի Աստված, ես իրականում չեմ չարացած մարդու հանդեպ։ Հիշաչար չես։ Вообще, ես ուզում եմ ընդհակառակ, ես մի բան ասեմ, դե Աստված մարդկանց ներում է, մենք շատ փոճուր ենք, որ մարդկանց չար տրամադրվենք, որովհետև եթե դու մի դատի, որ չդատվես, ու երբեք պետք չի ասել երբեք, դա չի կարելի։ Ուրեմն ես այսօր հասա նրան, որ ինքը արդեն այդ անձնավորությունը, նաև իմ շատ սիրելի անձնավորությունը արդեն թվով երրորդ նախագիծն է իմ նախագծերում կա։ Ու ինքը ինձ ասում է, որ մնում ասես մազերը հետ ասանում արդեն ամեն ինչ ասեցիր։ Գիտի ինքը այդ պատմության մասին, թե չգիտի։ Շատ ինձ թվում է նաև գիտի, բայց ամեն դեպքում ես ասեմ մի բան, նաև իրանից եմ շնորհակալ։ Անկեղծ եմ ասում։ Եթե ինքը այդ խոսքերը չասեր, ես ավելի չէի ուժեղանա։ Անկեղծ եմ ասում։ Ես ավելի չէի տրամադրվի։ Ես այսօր ուզում եմ ասեմ հպարտորեն ուզում հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում իմ հովանավորներին։ Ամեն նախագծում հիմա այս թիվը որ ասեմ կարող դու զարմանաս, բայց 45 հովանավոր։ Այդ կարևոր է, ախր մենակով 45 հովանավոր մարդիկ, ովքեր իրականում ուզում են որ հայկական նախագծերը ստեղ աշխատեն։ Մարդիկ, ովքեր իրականում վստահում են ինձ, վստահում են իմ թիմին։ Մարդիկ, ովքեր իմ մեջ շփվում են եւ հասկանում են, որ ես ուղղակի գումար չեմ խնդրում իրանցից, որ ապրեմ։ Իրականում ես աշխատում եմ։ Այսօր ես կարողանում եմ մտեմ հովանավորի մոտ եւ ասեմ, որ ես նկարանում եմ ֆիլմ, ու տալիս եմ ֆիլմի անունը եւ այդ անունի հիման վրա վերցնում եմ գումարը եւ դնում եմ նախագծի մեջ եւ տաղանդավոր դերասանների եւ դերասանուհիների, որ խնդրում եմ իմ ֆիլմերին գալիս են գույն են տալի, իրենց տաղանդով, իրենց լավ խաղով եւ հիացնում ենք ուրախացնում ենք մեր ամբողջ հայ ազգին։ Ես ասեմ, որ շնորհակալություն եմ ասում կրկին անգամ իմ հովանավորներին, արդեն թվով 15-րդ նախագիծն է, այս պահին հովանավորի տեղ չունեմ։ Նորից սկսել եմ աշխատել 8 օր։ 8 օրվա մեջ ես ունեմ 45 հատ հովանավոր։ Ունեմ հովանավորներ, ովքեր արդեն իմ հետ միշտ գալիս են։ Արդեն 15 նախագիծ այն դուրս չեն գալի իմ նախագծերից, որովհետև մարդիկ տեսնում են, որ ես ասում եմ, անում եմ այս, անում եմ ավելին, քան ես ասում եմ։ Դա շատ կարևոր է։ Եթե դու ասում ես, դու տղամարդ ես, ինչի՞ց է հիասթափվում։ Օրինակի համար ես միշտ դա եմ ասում իմ ընտանիքում, եթե ընտանիքում, եթե տեսնում են իրենց հայրը ասում է մի բան ու անում է, տեսնում են, որ իրենց հայրը աշխատասեր է, տեսնում են, որ ինքը ոնց է վերաբերվում իր ծնողներին, դա շատ կարևոր է, որ կենաց չի ասում ծնողի համար, այդ ծնողին սիրում է, ծնողով ապրում է, որ ամեն առավոտյան, ամեն առավոտ ես խոսում եմ իմ ծնողների հետ, հայրս արդեն 2 տարի է մահացել է, ամեն առավոտ ես զարթնում եմ իրանց ձայնով, իրանց խորհրդով, ամեն երեկո քնում եմ իրանց ձայնով։ Ես հիմա այդ նույնը շարունակում եմ իմ մայրիկիս հետ։ Ասեմ, որ ես իմ քրոջը, աղբորս, իմ հարազատներին, իմ ընկերներին, ես մի բան եմ մտածում, որ ունակ լսում եմ մի հատ լավ ընկեր ունեմ, որ հենց շուշուտ տուն է առնում, հենց ջիգարով է լավ ապեր է, իրականում ջիգար ասած, ջանով մեկ սիրտ է։ Կինս հենց անում, սոս դու ավելի շատ ես ուրախանում, քան ասեմ ենք։ Արա ոնց չուրախանաս։ Դու պատկերացնում ես, հիմա ձեզ մի բան ասեմ, օրինակ հիմա վաղը ձեզ տեսնեմ, օրինակ հիմա որ դու դարել եք Միացյալ Նահանգների համար 1 լրագրող, հետև Ամերիկայի նախագահան կանչել է մոտ օվալաձև սենակում ձեզ պարգևատրում է։ Ես կադրերը կդնեմ կհպարտանամ։ Մենակ ձեզ դուք ինձ պետք չի օգնեք։ Մենակ այն որ ես ձեր հետ նստել եմ, դա իմ համար ուրախություն է։ Ինչ է պետք մարդուն։ Ես ասում եմ, մենք Հայաստանի Հանրապետությունում նորից եմ ասում, ես տարին 4 ամիս տուրիստ եմ եղել։ Մենք հիմա էլ հենց բանկում ծիծաղալու բան կարող է դեր մոտ թվա, բայց հենց բանկում $10,000 փող ենք հավաքում, եղան պապ թռանք հանգստանալու, հա գնացինք շուշուտ։ Հանգար ինչ ենք տանելու այս կյանքում հետնես։ Ոչ մի բան, ժողովուրդ, անկեղծ եմ ասում։
պետք է դու ապրես, միջև այդպես լավ խոսք ասում, որովհետև 50 տարի պետք է դու ապրես քո անունի համար, հետո 50 տարին պետք է անունը կպայի քեզ։ Ես մի բան եմ գիտակցում, որ այսօր բոլորս կարանք սխալվենք, բայց ամենակարևորը չարությունը պետք է մեր մեջից հանենք, ամենակարևորը։ Մենք պետք է մի բռունցքի պես լինենք, այնքան վատա, որ այս համայնքում, մեր համայնքում, սենց հասկանում, որ սենց, չգիտեմ, շփվում ես, տեսնում ես, արա ախպերս, արա մեկից լավ բան չէ։ Մի հատ կայացած մեկի մասին, որ ինքը կայացած երգիչ է, դերասան է, չգիտեմ, լրագրող է, նաև տարբեր ինչ-որ ոլորտով զբաղվող մեկը, հենց մի հատ հաջողություն ունենում, արա մի հատ չեն մեծանում, բայց հենց այդ մարդը հիվանդանում է, բաժանվում է կամ պրոբլեմ ունենում, ազգովի տանջվում են, բան մեռած մարդու հետևից ոնց են խոսում, լեգենդներ են պատում, մեռած մարդ սիրող ոնց որ ենք ժողովուրդ, մի հատ արեք, մի հատ սիրենք այն մարդկանց, ովքեր այս բողոմ իրականություն են, մեր կյանքում ու ապրում են։ Ես նորից եմ ասում, ես միշտ հիմա էլ, որ ինքս ասում ենք, մենք մեր ազգի մեջ իրականում, մենք դες ինչ տղերք ունենք, ափսոս, որ այսօր մեր տղեկի նաև շատ պատերազմի ժամանակ եռաբլում, անկեղծ եմ ասում, ես մի անգամ ասենց կներեք ասենց շեղվեցի ուղղակի թեմայից, բայց շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ուրեմն հերոստատուցով դեմը կայնած ենք ասենց երեխեքը ասենց մի հատ $10 հալում, պապեսի նասկի առնենք, էսի անենք, էսի հելենք, տանենք այդ ящիկի մեջ դնենք, նաև ասեմ, որ ստեղից ծնված երեխաները Միացյալ Նահանգների, ես հիացած եմ իրանց վերաբերմունքից, Արցախը չեն էլ տեսել։ Բայց դա ձևը ինչ հայրենասիրություն կա իրանց մեջ։ Իրանք ոնց էին պայքարում, այդ ոնց էին այդ ամեն ինչը անում, այդ երանդով, որ այդ ուզում ենք, որ մենք հաղթենք, հասկանում ենք, մենք հավատում ենք ամեն ինչին։ Բայց ամենակարևոր բանը, որ sense իմ մեջ մի հատ պահ եկա, որ sense կոտոր, sense չգիտեմ, անկեղծ եմ ասում, ես էմերջենսի են ես կանչի, կինս էմերջենսիա կանչի, ես ասում լուրջ իրականություն եմ ասում։ Այն հերթով նայում ենք sense որ չեմ հիշում բանով էր ոնց որ YouTube-ով միացած որ գնդապետն ասում է պատմա եռաբլուրում, ասում է ընկերոջը հրամանը ստացել ենք որ նահանջենք, ասում է այդ պահին հրաժ որը տված է նահանջել, տեսնում է ընկերը որ խփել են ընկերոջը։ Ասպասած զենքը գցեց որ գնալով գոռալով գնում է հետևից, ասպասած բռնացի շորից ասի գիժես դուր ես գնում։ Մենք նահանջում ենք, սպանել են աթան ընկերոջը, քեզ էլ են սպանելու։ Ասպասած ու գոռում եմ, ասպասած խոսքը գտեք գնում է 19 տարեկան տղու մասին ժողովուրդ 19 տարեկան ասում է սս քաշեց ձեռս չոք գնաց ասում է ատամներով քաշած եկեղեցու բերած իջցրել այդ բլինդաժի մեջ ասած հավաքվեցինք ասենք տեսար արա որ մահացել էր ինքը հասկանում ես քո կյանքը վտանգի տակ դրեցիր ասած պարոն գնդապետ որ ես հասա ընկերոջս ընկերս աչքերը բացեց Ասես ես գիտեմ, որ դու գալու ես մահացավ։ Մենք պետք է հասկանանք, որ մենք տենց ծերունդ ունենք, ժողովուրդ, տենց ծերունդ ենք կորցրել։ Մենք իրավունք չունենք հիմա նստենք ու սենց նախանձենք մեկս մյուսին։ Սա էս արեց, սա այն արեց, սա ժողովուրդ հերիքա չի կարելի այդքան նախանձել, չի կարելի այդքան վատ տրամադրել մեկը մյուսի հանդեպ։ Մենք հայ ենք, մենք պետք է սիրենք, մենք պետք է ուզենանք, որ մեկը այսօր էս մի դերասանը ունեցավ հաջողություն։ Մեր Վաչեն Թոմասյան։ Արա ես գորացեք, ուրախացեք, հավա ձեր հայնը Օսկար վեկալ է ժողովուրդ մի փլովեք։ Եթե դա աներ օրինակ թուրքը, կասեք խի թուրքը մենք չէ։ Հիմա էդի արելա մեր հայը։ Արա ուրախացեք։ Եթե տենում եք ձեր ընկերը ինչ-որ մի լավ բան ուզում անի, 5 բան ուզում անի, դուք չեք կարող մի նախանձեք։ Դուք էլի չեք կարողանում որ նախանձեք։ Դուք փորձեք ձեր եղածով, նայեք, եթե ես մի բան գիտեմ, եթե ինձ Աստված տվել այս մի բաժակ ջուրը, ես պետք է շնորհակալ լինեմ, որովհետև եթե ես ապրում եմ այս քաղաքում, եթե ու առավել եւս, եթե ապրում ենք այս քաղաքում, պետք է սիրենք այս քաղաքը։ Շատ կարևոր բան եմ ասում, որովհետև այս քաղաքը մեզ հյուրանքա իր տունը հրավիրը, մենք հյուր ենք այս տան մեջ։ Մենք այս քաղաքում, չգիտեմ, ուտում ենք, հագնում ենք, աշխատում ենք, մեր բալեքը սովորում են։ Պետք չի ամեն ինչին փլովել ախպեր, էսի երգիրա որ։ Կամ էսի այդ մեծ խոսալը պետք է հանենք։ Մենք պետք է ավելի շատ հարգենք, սիրենք։ Մեկ-մեկ ասում են, «Սոս դու ֆիլմերով ուրիշ ես»։ Ֆիլմերով դա ուրիշ բան է, ֆիլմը դա ուրիշ բան է, կյանքը դա ուրիշ բան է։ Մարդիկ, որ ես թող նայեն ժողովուրդ, ես որ խաղում եմ կինոյի մեջ, վատ դերեր եմ խաղում։
դա խաղում եմ նրա համար, եթե դուք դրանից ներվայնանում եք, դա ուրեմն ես լավ եմ խաղում։ Եթե ես կարողանում եմ իմ կերպարը ճիշտ կերտեմ, դու դրանից ջղայնանում եք, դա նշանակում է ես հաղթում եմ։ Եթե ես կարողանում եմ ինչ-որ մի հատ բան անեմ, օրինակ իմը շատ կարևոր բան եմ ասում ձեզ, որ ամենակարևոր գործը, որ մենք պետք է անենք համայնքով, պետք է լինենք մի բռնուսկ։ Պետք է սիրենք իրար, պետք է հարգենք իրար, պետք է իրականում տեսնեն, որ մենք հայերս ուժեղ ենք։ Ինչքան վատ է, որ ասում եմ, ես մարդիկ ասում եմ, այդպես դուր չի գալի։ Եվրեները ապա մեկը մեկին օգնում են ցավը տանում, մեկը մեկին փոսից անում։ Բայց խի մենք ինչով ենք պակաս ինչ-որ մեկից։ Նախորդ օրինակից եք ավելի, որ ասում ես թուրքը հաղթի Օսկարը կասեն, բախի մենք չենք անում։ Հիմա այսօր նստած ասում են, հələ եվրեյներն ինչ են անում, հələ տեսար ընդեղ ընտրվեցին, այստեղ ընտրվեցին, էսի տարան, էնի տարան, այս փողոցը իրանք են առել։ Կամ այդ բան ասեմ։ Բա իրանք եթե իրանք կարողանում են իրար այդ թեվութիկում քլնեն, այսօր աշխարհը իրանց հետ նստում է, Ամերիկան էլ ասում է իմ աղբերն է, անկախ նայած ինքը ինչ է անում։ Հələ ուժեղացի տես թեվութիկում եղեք, կապ իրար հետ եղեք։ Բան ասեմ, անկեղծության ինդեքս այնքան ներքև է իջել, մարդկանց ատելության սահմանաչափ չկա, իսկ են որ ասիր ստեղի ծնված երեխեքը առիթ եմ ունեցել արտասահմանում այլ երկրներում, որտեղ համայնքները մեր կան, այդ երեխեքը այդ ինչ երեխեք են, այդ ինչ հոգով, այդ ինչ հայրենասիրությամբ մեծացած երեխեք են, ֆանտաստիկ բաներ է կատարվում իրանց հետ, իրանց ոգևորությունը առհայրենիք, իրանց նպատակաուղղվածությունը առհայրենիք, վերջն է, չեմ պատկերացնում, Հայաստանում ծնված երեխեն ավելի քիչ է, կամ ցենց ասեմ, Հայաստանում ծնված երեխեքի ավելի քիչ տոկոսն է դրա մասին մտածում, կամ արտասահմանում ծնված երեխեքի, իրոք այդպես է, ինչն է պակասել չգիտեմ, բայց առաջ այդպես չէր, ու ասեմ այդ ամենաշատ բանը որ արդեն մեր պատերազմից հետո մի պահ եկանք հավաքվեցինք, համախմբվեցինք, այդ եմ ասում, հենց մի հատ նայեք, այստեղս ամենակարևոր բան կա, հետո էլի կորցրեցինք թելը, չգիտեմ, հիաս թափում են, գես ի՞նչն է ամենավատը, սութը շատ է, որ օրինակ դու լսում ես, ես անկեղծ եմ ասում, ես ինքս Հայաստանի Հանրապետությունում որ ապրում եմ, ես բաներ կես անձամբ ներկա եմ եղել, որովհետեւ պատմությունները այնպես են պատմում, вообще դրա հետ կապ չունի, ժողովուրդ լեգենդներ են պատմում, լեգենդներ, անկեղծ եմ ասում, այս մեր խոսալը, մի հատ հետաքրքիր բան եմ նաև ուզում ասեմ, ես մոտավորապես 10 կինո նկարել էի արդեն, մի հոգի առանց չափազանցնելու եմ ասում, չէր ասում, վայ ժողովուրդ նայեք, Միացյալ Նահանգներ տեղափոխվել է այս երիտասարդ տղեն, ընտանիքով, ու մեր պես մարդիկ, ովքեր ավարտել են, ովքեր կինո ասպարեզի հետ կապ ունեն, ստեղ տարբեր գործերով են զբաղվում, ստեղ աշխատելը ամոթ բան չի, չաշխատելն է ամոթ, այսօր ինչ ուզում ես արա, եթե դու իրականում անում ես աշխատանք, դու պետք է կարողանաս այն գործերն անես, որ ինչ որ կարողանում ես, որ փող հայտնես, քո ընտանիքը պահես, դա շատ կարևոր է, բայց եթե մարդ եկել է հասել այստեղ ու աշխատում է, նկարահանում է ֆիլմ, ու դու որպես դերասան ընդգրկվում ես ֆիլմերում, դու նկարահանվում ես, դու պետք մեկը մի օքի, ոչ եթերներում, ոչ միտեղ, ոչ մի լավ բան չէր ասում, ոչ մի լավ բան առանց բացառությամբ, առավել եւս որ մի հատ դեպք եղավ այն Գլենդոլով, որին որ հարձակվեցին, բան, այդ դեպքի հետ կապված, ասենց Օսկովի, առանց մարդիկ են խոսում, ասենց զարմանում եմ, ասում դուք ո՞նց եք խոսում Աստծուց, ես ամեն կիրակի գնում եմ պատարագի, ամեն կիրակի, դուք ո՞նց եք, ես դեկեղեցում չեմ տենում, ժողովուրդ դուք ո՞նց եք խոսում, կամ լավ կարելի է ընկած մարդու հետևից այդպես խոսալ, բա դուք հայ եք էլի, դուք պետք է օրինակ եմը որ այդ նույն կերպարը խաղալ հոլիվուդյան աստղ, կանեք հետը կնկարվեք, ստորագրություն կխնդրեք, այս էլի է սրա մասին ասել, ու հիմա էլի գրելու են դրա մասին, ասել են սոս իրան համեմատեց հոլիվուդյան աստղի հետ, այդ ասելու են, ես այս կետը կուզեմ մի հատ ավելի մանրամասն ու ավելի հետաքրքիր ձևով անդրադառնամ, տես օրինակի համար տեղի ունեցել մի բան, որը չպիտի տեղի ունենար, նույնն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ ման մարդու վրա հարձակում, չէ, այդ քրեորեն պատժելի հանցանքը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրա նկատմամբ ավելի քան լուրջ են մոտենում, քան օրինակի համար Հայաստանի Հանրապետություն, որ կարող չգտնեն էլ օրինակ, բայց ես դու դուրս գաս մի բանով խփեն, անցնեն գնա։ Բայց եթե մարդը գնացել է, ով ուզում է լինի, նախ չեմ ոչ մի ձև չի արդարացվում իր արածը, եթե մարդը չի կարող դեմքին կանգնի նայի ինչ որ իր կարծիքը հայտնի,
այդ վերջի ստադիան է մարդկության ստորության ամենաներկևի աստիճանն է, բայց ինչ մնում է նրան, որ ասում ես ֆիլմում էս է եղել, ասում ես հոլիվուդյան դերասան, հոլիվուդյան շատ ֆիլմեր կան նկարահանված, որ իրանք աղբեն ու չեն նայվել, այնտեղ աղբային բաներ ա եղել, թե ատելության հողի վրա, թե Աստծո հետ կապված ճակերտների մեջ ասած հեգնանք եւ այդ դրանք աղբ են մնացել, բայց ոչ մեկ չի գալ նրա հետևից ու ասենք մուրճով հարվածել գլխին։ Միանշանակ ես մի բան եմ ասում, եթե ես ինքս բացատրություն տված չլինեի, նաև իմ սոցիալական ցանցերով, որ ես այդ կերպարը, որ ես կերտում եմ, դա սրբապղծի կերպար է։ Մարդ, ով իր հայրենիքը ծախում է թուրքերին։ Ես այն ժամանակ, որ խոսում էի, ասում եմ, որ մեզ ասում են բլոգերներին փող են տալի ինպես տականքները կերպարային, որ մարդիկ լինեն ասեն, որ մեզ պետքա որ գոմիկությունն են ասում, որ լավ է, ասում են, որ մեզի բանակ պետք չի, ասում են, որ սա սենց է, սա նենց է, մենք կորցնում ենք Արցախը։ Հետո ասում հա, չէ, ես իմացա ինչ որ մեկը ասել է, որին դու վերցրը կրկնօրինակել ես, չէ, հասկացա։ Չէ, ես ինքս ֆիլմերով մենք դա ենք ցույց տալի, որ ինպես սրբապիղծ կերպարը, որ ես կերտում եմ այդ կերպարը, որ իր հարազատ աղբորով մարդ հադար է, ու եկել է ստեղ Միացյալ Նահանգներ, թուրքական հատուկ ծառայությունը դուսնակեի վրա, մեծ ֆինանսավորում են դրա վրա, եւ ինքը հայկական բլոգերների միջոցով պրոպագանդում է, որ մեզի Արցախը պետք չի, Ղարաբաղցին պետք չի, մեզի էսի պետք չի, էսիա պետք, էնիա պետք, ու սկսում են Աստծո խոսքով մարդկանց վատ բան սովորացնել։ Կար կերպար մարդ կամ մի քանի մարդ ու կամ մի 100 հոգի, օրինակ համար, որից վրդովված դու այդ կերպարը ֆիլմ վերեցիր։ Ես ասեմ, որ ցավոք սրտի, ասում եմ, չասում ոգևորված, ասում վրդովված վերեցիր։ Ես ասեմ, որ ցավոք սրտի ընդհանրապես, որ ես ինձ հարցնում են, դու գիտակցաբար դարիր, ասում այո։ Եթե ես ինքս տեսած չլինեի այդ նկարներից օֆիսներում շատ տեղեր, ես չեմ կարող ասեմ անուններ, բայց իրականություն եմ ասում տղամարդու պես, ու չտեսնեի, որ այդ ամեն ինչը կա իրականությամբ, այս որ ինչ է կատարվում, որ այսօր նայում եմ բլոգերներին, ովքեր Աստծո խոսքի տակ իրականում չարիք էին պրոպագանդում, ես դա չէի հասկանում, ես դա չէի անի էլ։ Ես դες վստահեցնում եմ, որ ես ինքս աստվածավախ մարդ եմ, ես կյանքում չեմ կարա, ես դա ուղղակի ցույց տվեցի, որ այսօր հպարտորեն եմ ասում, այդ նկարները օֆիսներից, տներից բոլորի հանվել է։ Վստահ եմ ձեզ ասում, ինֆորմացիա։ Դա հանվել է, մենակ ուրախ եմ դրա։ Դա հանվել է եւ նորից եմ ասում, այն ժամանակ որ մենք ասում ենք, որ այս թուրքի կերպարը, այս թուրքի, որ թուրքից ֆինանսավորվում է ու ասում եմ մեզ էսպես չէ, բլոգերների այդ մեծ թիմը, որ մի ահագին մաղվեցին, ասեմ ձեզ վստահ, ահագին մաղվեցին, այն որ մենք մեզ էսի պետք չի, մեզ էսինի պետք չի, մեզ էսի պետք չի, մեզ էնի պետք չի, մեզ եկավ հասավ նրան, որ մեզ իրականում այն որ մենք ասում ենք մենք կորցնում ենք Արցախը, մենք կորցրեցինք Արցախը։ Այն որ ասում ենք մեզ բանակ պետք չէ, որ մարդկանց մեջ թույն են մցրել, որ Ղարաբաղցին վատ է։ Խի ժողովուրդ, Ղարաբաղցին նույն մեր հայն է։ Խի կարային, խի պետք է ինքը վատը լինի, հասկանում եք։ Խի պետք է դուք պրոպագանդեք, որ դա վատ է, այս է մեր։ Նույն Զիբիլը հիմա է Սոսնայի, ասում են Պարսկա հայ, չգիտեմ, Բեյրութա հայ, Հայաստանի հայ, ինչ անուն ասես ասում են, բայց մի հատ ընդհանուր հայը մոռանում են։ Հզոր պետությունը ունի երկու կուսակցություն։ Ժողովուրդ լուրջ եմ ասում։ Հիմա նայեք հələ մեր մոտ։ Ես նորից եմ ասում։ Այսա մյուս տարի խորհրդանական ընտրություններին պես 40-50 կուսակցություն միանգամից։ Ես ճիշտ ասած էլ չեմ նայում, որովհետև ասեմ, ես հիմա համարում եմ, որ իմ որպես սիթքոմի մասնագետ, այսօր ինձ ազգային ժողովը հաղթում է։ Եվ հումորային ծրագրերով անկեղծ եմ ասում, որտեվ չես ծաղալուն է, որ ես իմ գործը դա է, որ ես ժողովրդին ուրախացնեմ, բայց իրենց գործը դա չէ, բայց իրենք ժողովրդին ուրախացնում են, չգիտեմ խի։ Ոնց որ հակառակ բան է գնում։ Ես հիմա պետք է ավելի լուրջ բաներով զբաղվեմ, ես թվում է միջև իրանք հասկանան, որ այդ հումորային ծրագիրը իրանք համար մի ժամանակ էլ դու էր վերցրել պատգամավորների կերպարները վերել ֆիլմ։ Ես ինքս դա արել եմ, նորից եմ ասում, բայց անում էի։ Հիմա քեզ հակաքայլ են անում։ Հա։ Չնայած տարբեր են եղել իշխանությունները։ Ես ամեն դեպքում ասեմ ձեզ, որ չեմ ուզում, ասես սպորտսմեն չզբաղվել պոլիտիկայով,
բայց մի հատ կարևոր բան կա, որ ես ուզում եմ ասեմ, որ իրականում մեզ մի բան ա պետք մեր հայ ժողովրդին։ Ես հպարտ եմ, որ ես հայ եմ, ես որ չգիտեմ, ես սիրում եմ հայ ժողովրդին, այն մարդկանց տեսակ կա, որ ես չեմ եղադրում, ասում եմ, ապա դե հայերից չէ, ես ուզում եմ հայերի մեջ լինեմ, չեմ ուզում հայերից հեռու լինեմ, ամենակարևորը։ Այդ էլ չեմ հասկանում, որ ասում են ինչքան հայերից հեռու ենք Դե ամեն դեպքում այդ նախադասությունը ասում են, ոնց որ ես ուզում եմ մեծ քարը գցեն գլխից, ասեմ ինչ վատա որ դու հայ ես, ու իր այդ շփվում ես։ Շատ շփվում եմ։ Ես շատ ինձ անկեղծ եմ ասում, մի օր մեկը այս վերջերս ա եղել։ Ասացին զանգեց ինձ հարազատ ընկեր, ասաց սոչալ մի հատ կանաս մի հատ քեզ շատ սիրող երեխա կա, քո համար գժվում է։ Ժամը 12-ին ծնունդն է, ուզում են անակնկալ անեն քեզ, ասաց ինչքան գումար կուզես։ Անկեղծ եմ ասում, ասացի գումար, այս պատի ուրախությամբ գնամ, որտեվ եթե կարողացել եմ հասնել, որ իմ այդ երեխան ինձ սիրում է, այդ ընտանիքը ինձ սիրում է, դա իմ համար ամենամեծ գումարն է։ Ամենամեծ գումարը։ Այս որ ասիր գիտես, չէ, հիմա քեզ շուտ են զանգելու երեխաները արդեն։ Ես մի հատ բան ասեմ, ես այն որ ասած ջիգարով ասեմ, սաղի ցավը տանամ ես։ Անկեղծ եմ ասում։ Եթե ժամանակ ունենամ, բոլորիդ կողքին էլ կլինեմ։ Ստեղծեմ, անկեղծ եմ ասում, որովհետև մի բան ասեմ, կյանքում քեզ նեղություն չտաս, ոչ մեկին լավություն չես անի։ Ու միշտ հիշի, այն ինչ որ դու անում ես քո կյանքում, ոնց կուզես վերաբերվեն քեզ ու քո ընտանիքին, քո բալեքին, դու տես վերաբերվի բոլորին։ Ու Աստված քեզ տալու է, վստահ եմ ասում տալու է։ Ես նորից եմ ասում, 15 կինո նկարել ես առանց մասնակից լինելով, մենակ դա Աստծո գործ է։ Աստծո գործ է։ Ունենաս մեծ թիմ, աշխատես պրոֆեսիոնալների հետ, պրոֆեսիոնալներ։ Բարից բուն իմաստով։ Ես մենակ մի բան այսպես չեմ սիրում։ Իան գիտես ոնց գրքով է որ մենք ապա չկա էդի։ Պարոն ռեյիսոր, դա չկա հիմա։ Չանենք, չէ, պետք է անենք, պետք է ստեղծենք ու անենք։ Չկա այդ որ քո պատկերացրած 100 հոգի մասովկեն չկա, քո պատկերացրած 100 հոգանոց բանկետը չկա, չանենք, այդհանք ու պատմենք, դուք նստեք, հաղորդումների նստեք ու ասեք, մենք սովորել ենք ինստիտուտում, որ պետք է լինի այս տեսարանում 100 հոգի, դե որ այդ մարդիկ չկան, մենք չենք նկարում։ Լավ չես բրատ։ Լուրջ ես ասում։ Բայց բոլորը չեն, չէ՞ այդ կարծիքի։ Նայեք, ձեզ մի բան ասեմ։ Ես էլ եմ թատրոնի կինոյի պետական ինստիտուտը ավարտել, դերասանի մասնակից։ Ես մի հատ բան ասեմ, շատ ուրախ եմ։ Ես մի հատ բան ասեմ, օրինակի համար, եթե բոլորը տես մտածեն, այդ հաջողությունը ես չի ունենա։ Միանշան։ Բոլորը չեն մտածում։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, այդ կարծրատիպը պետք է կոտրես, որ ժողովուրդ, ես գիտեմ, որ դուք ճիշտ եք ասում։ Ես գիտեմ, որ դուք ճիշտ եք սովորել, դուք լավ մասնագետներ եք, ժողովուրդ, իրականում դա ճիշտ է, բայց մենք ունենք այն ինչ ունենք հիմա այս պահին։ Մենք չենք կարող որ ինչ որ ես ստեղծում եմ, առանց չափազանցնելու եմ ասում։ Ստեղծում եմ այն ինչ որ կարամ։ Դու պատկերացեք ամեն ֆիլմը նորաստեղծ production-ը ակնկալել, որ հենց հիմա ես ասենք համաշխարհային մասշտաբի լուրջ գործ կտամ, այդ առնվազն այս պայդրությամբ անիմաստ է դի կարծել։ Ես մի բան ասեմ, եթե ինձ Աստված 5 միլիոն դոլար փող տա, ես որ հիմա նայում եմ նախագծավոր կինոները նկարում 5 միլիոն դոլարով, ու ես պատկերացնում եմ 5 միլիոնը ես ունենամ, ես չեմ չափազանցնում, ես այդ ամեն ինչը կունենամ։ Բայց ունենալ, օրինակ ես իմ բոլոր ֆիլմերը որ ցուցադրում, օրինակ Նյու Յորքի վերջի 2-3 ֆիլմն եմ ասում, որ ցույց եմ տալի մասնագետներին, ասում են նայում են կինոն, ասում են ինչքան միլիոն է կեզարել ես։ Միլիոն ու կես ժողովուրդ։ Միլիոն ու կես բյուջե։ Միլիոն ու կես բյուջե պատկերացնում եք։ $150,000։ Դա հասկանում եք, ես կարողանում եմ այդ նախագծերը անեմ, ուղղակի իմ ամեն մի նախագիծը ոնց որ իմ երեխան լինի։ Ես իրանց մեջ դնում եմ իմ, չգիտեմ, ասենց որ ասենց ոտից մատից միջև մազերս ծերը նվիրվում եմ այդ նախագծին։ Ես սիրում եմ այդ նախագիծը, այսինքն մի մարդ այդ նախագիծը թեկուզ ինքը թերություն ունի, բայց ես սիրում եմ այդ թերությունն եմ սիրում, հասկանում ես, որտեղ ես երեխու պես եմ վերաբերվում։ Ու եթե դու ուզում ես օգնես, որ ես նոր երեխա ունենամ ու ավելի այդ առանց թերությունների, ես դրա կողմնակից եմ։ Բայց որ դու մենակ դա մեր բանում էլ կա, չէ՞, օրինակ ստե հիմա Միացյալ Նահանգներում միշտ է լավ, ապա ստե մի կայնի չի կարելի։ Բայց պարկինգը շենքից մեծ է, մտի գնա կայնի։ Բայց տեղ կա որ ասես թե մի կայնա, բոլորը դա չգիտեմ։ Չեմ հավատում։
Բա որտե կայնեմ ախպեր։ Պատկերած, չգիտեմ, այսինքն այդ նույնը մասնագետն է ասում։ Ես գիտեմ, ըստեղ չի Ես կարելի մասնագետին հարց եմ տալի, ասում եմ հարգելի պարոն կամ չգիտեմ, տիկին, ես ինչա։ Ու շատ հարգալից եմ մոտիկանում բոլորի հետ։ 15 նախագիծ եմ աշխատում։ Բայց 15-րդը դեռ չես Չէ, սկսել, ասա որ շուտով սկսում ես։ աշխատում եմ։ Նկարանում չես Չէ, սկսել, բայց աշխատում եմ։ աշխատանք սկսել եք։ Աշխատանքները դա ավելի դժվար է, քան նկարահանումները, Նախապատրաստական փուլի մեջ եք։ կարևոր է, հա։ Բայց մի հատ բան ասեմ, 14 նախագիծ վերջացրել եմ, լավ սենց ասեմ։ Չի կարա լինի մեկը, ես ասում աղջիկ, այսօր ես հպարտորեն դա ասում եմ, ես սարքել եմ ընտանիք, որտեղ իմ քույրերը, անկեղծ եմ, իմ մայրը, օրինակ ես ոնց եմ վերաբերում իմ քրոջը, իմ մորը, իմ ընկերոջը, իմ աղբորը, այդտենց եմ վերաբերում։ Ես իրականում հասել եմ նրան, որ այսօր ամուսնացած աղջիկները գալիս են մեզ մոտ, աշխատում են եւ իրանց ամուսինները թույլ են տալիս, որ իրենք գան մեր մոտ, որովհետեւ հասկացել են, որ տեսել են ու վստահ են, որ այդտեղ բոլորը վերաբերվում են իրենց հարազատ քրոջ պես։ Դա շատ կարևոր է։ Ամենադժվար բանը դա խոսալն է։ Հեշտ բանը դա խոսալն է։ Դժվար բանը դա կատարելն է։ Հիմա ինչքան ես որ նստեի կարա իմ ասեմ մի հատ կինո նկարեցի, ախպեր ջան, ճիշտ ասած սենց արի ու 15 կինո էլ պատմեի։ Ասել 14 կինոներ է, որ ուզել է, սենց կանեի։ Ժողովուրդ ջան, տես չի։ Ես անում եմ մասնագետների օգնությամբ, ես անում եմ թմով եւ սիրում եմ իմ ժողովրդին, ես ուրախ եմ, որ ես հայ եմ։ Ես ուզում եմ, որ բոլորս մեկս մեկին հարգենք, սիրենք, այն տղան, որ կգա ինձ մի օր գալու է մի ժամանակ, որ նի նախագիծ լինելու, որ ինձանից լավ է լինելու, կամ մի օր գալու է մի ժամանակ, որ ես չեմ նկարելու։ Եթե ես չեմ նկարում, չի նշանակում, որ պետք է չարանամ բոլորի հանդեպ, ժողովուրդ, ընդհակառակ ես պետք է մեծարեմ, այս մարդը, որ ինքը մի հաջողության է հասնում, լուսում է, որ ներողություն։ Սոս, բայց ստեղ ընդհատեմ, քեզ թվում է, որ օրինակ համար թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ավարտել է ու ինքը կամ ասենք ովքեր որ ավարտում են, իրանք ֆանտաստիկ դերասաններով դες դուրս են գալիս, բոլորը լուրջ դերասաններ են, իրականում որ չես եղել, չես պատկերացնում ինչա ներսում կատարում։ Օրինակ համար բեմական խոսքի դասախոսը կարող է գա առարկան իր դասը ժամը անցկացնելու 25 հոգուց 5-6-ը մասնակցեն։ Եթե օրինակ համար մի կուրսից 5-6 տաղանդավոր դերասանը դուրս գալիս ու իրանք են հիմնականում լինում տարբեր թատրոններում, ֆիլմերում, մյուսները որ գնում են սերիալում խաղալու, օրինակի համար ամենաներքևի սերիալների մասնախոսքը են, որ չեն կարող իրանք ոչ միտեղ լուրջ դեր ունենան, եւ բոլորի մասին էլ չեմ ասում, թող ոչ մեկ չնեղանա, իրանք իրանց ավելի ուրիշ ձև են ներկայացնում, եւ մենք թատրոնի եւ կինոյի բանն էլ ձենն էլ հատուկ փոխում են, չէ՞։ Այս ինչի արվեստանոցն ենք ավարտել, օրինակի համար կուրս ղեկին որ հարցնես կամ վարպետին որ հարցնես, որ սնսկանի, որ լուրջ դերասան, լուրջ, որ այս Մազմանյանին հոգին լույսերի մեջ մնա, Մազմանյանի հետ Արցախում ենք, նկարում ենք Ղարաբաղի ֆիլմը, ճակատագիրը, առաջի ֆիլմը Ղարաբաղի, իմիջիալոց ասեմ իմանաք։ Ուրեմն ես պետք է նկարահանվեի այդ ժամանակ մեր պաշտոնավորներից մեկը եկավ ասաց Գորգ ջան մեր սոսը մեր չեմպիոնն է ես իմիջիալոց ասեմ որ այս աշխարհի քառակի Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ ասաց մեր չեմպիոնը մեր աշխարհի կրկնակի Եվրոպայի աշխարհի քառակի Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ այո նախագահից տուն եմ ստացել մեքենա եմ ստացել ուրեմն անց ստացավ որ ասաց Գոր ասաց սոս պետք է Ղարաբաղցի ակցենտով խաղաց ասացի օքեյ մի հատ աղջիկ էր ասում այս տարիքով ասացի կներեք էլի ասի բա հա ասում ասի մի քիչ երկու բառ խոսակ просто լսեմ էլի ուզում հասկանամ ինչի մասին է խոսքը ասացի ինչ պետք է ասած ասած խոսացինք բան միևի 15-20 րոպե լավ մաքսիմում մեկ էլ գորացին Վահե Խաչատրյանը ռեժիսոր ասաց շուտ արի նկարվում ես այդ ժամանակ ասի գերաս ճանաչում չես, աս լավիկն է, քրոս տղան է Տաշկենտից է յոգա։ Արմեն էր մեր Սողոյան խաղում հետո գործընկերած, Instagram-ում ես վերջում նաև կիսվել է, Քարինտակ գյուղում է, ասեմ որ այդ ֆիլմը իմ համար շատ յուրահատուկ ֆիլմ է։ Այդ ֆիլմը իմ համար մի հատ գիտեք ինձ, այդ ֆիլմը նկարահանման ժամանակ ես շփվեցի ավելի շատ արցախցի ընտանիքների հետ։ Ես շնորհակալ եմ Քարինտակ գյուղի Շուշի այդ մատուցողներն ենք նկարում
ես այդ ժողովրդի այն ջիգար են, ցավ են, որ ամեն մի ընտանիք իրեն կորուս ուներ, ամեն մի ընտանիք ինչ-որ զինվոր էր կորցրել, հոպար, ծնող, չգիտեմ, ասենց եղբայր, որդի, ասենց ես ասում եմ այդ գյուղով ասենց Բրոնսկի պես միացան մեզ, մոտիկ միացան մեր թիմին եւ ընդհանուր նաեւ կարողացանք այդ ֆիլմը նկարել, ես հպարտանում եմ եւ ասեմ նաեւ Գոր Վարդանից սկզբից խոսացինք հումորի տեսքով Գոր Վարդանից շատ կարևոր բան եմ սովորել աշխատասիրություն ինք Գոր Վարդանն շատ աշխատասեր է մենք այն ժամանակ որ աշխատում ենք այդ ֆիլմերը որ Գոր Վարդանը նկարում էր ես այդտեղ ֆիլմերի տնօրենն էի աշխատում ես ինքս էի կազմակերպում այդ ամեն ինչը Եմ որ ժամը 10-ն էր գալի երեկոյան որ մեռած ուզում ենք գնանք քնենք բայց այսօր չենք պարապետ ղերք որ չեմ հավատում մենք հիմա պետք է պարապենք էլ անենք հա այն գիտես այն խռոված աղջիկներն են որ ասեն հանվում են պատկերացրի այդտենց հանվում ենք բայց որ մտնում ենք զալ արդեն հաղթում ենք մեր սպորտային շոուերը մտնում ենք զալ օրը մտ էներգիա մտնում մեջներս մի հատ հավես մի հատ ասեմ որ շատ երեխաներ ենք մարզը ես ինքս էլ եմ մարզը երեխաներ ես մի բան գիտեմ որ հետարքիր է որ եկել ես այստեղ չես ասի օրինակի համար եկեք բան վերցնենք տարածք վերցնենք երեխաներ վերցնենք սկսենք մարզել մանավանդ որ լավ փորձ ունես եւ քո անձնական մարզական կյանքով նաեւ որպես մարզչական կյանքով փորձ ունես ես մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ որ ես մի բան անելուց առաջ շատ երկար եմ մտածում որովհետև ուզում հասկանամ ինչն եմ շատ ուզում որովհետև ես երկու բան չեմ այս պահին որ ես աշխատում եմ օրինակ չեմ աշխատում հիմա այս պահին ռեստորանում մենեջեր ու նկարանում ֆիլմեր օրինակ եմ դա վատ բան չի ես կարող եմ աշխատեմ մենեջեր ուզում ասեմ որ դու ունես ժամանակ չունես երկրորդ բան անես սա է իմ ասածը որ եթե դու իրականում ուզում ես լավ բան անես ու շատ աշխատես ու չարչարվես ու դա լինի դա պետք է կենտրոնանաս այդ մի գործի վրա որ կարողանաս ունենաս հաջողություն, որ տարբերվես։ Չես ասում եմ, որ նոր եկել ես, այդ չի եղել առաջնային միտքդ, ավելի շատ գնացել ես ֆիլմ արտադրության ճանապարհով։ Ճիշտ ասած, դա տես բան կա, ավելի շատ սիրեցի էսի, նրա համար այս ուղղությամբ գնացի, հիմա էլ եմ շատ սիրում ու շատ եմ սիրում նկարահանվել։ Չգիտեմ, այն մարդկանց տեսակ է, որ ապա ես ճիշտ ասած պրոստը պայտակ չեմ ուզում նկարվեմ, պրոստը ասին աս չկարացի ասեի չէ։ Չէ, այդ եմ ասում, միշտ պետք է անկեղծ խոսալ, անմիջականությունը միշտ հաղթում է, անկեղծությունը միշտ հաղթում է, եթե դու իրականում անկեղծ ասում ես, որ դու ինչ ես ուզում, մեկը դիմաց, ես երկրի գիտես ինչն է լավ այս երկրի, Ամերիկայում ասում մարդիկ գալիս են փոխվում են, դες բան չկա, Ամերիկայում ոչ ոք չի փոխվում, Ամերիկայում երևում է մարդու իրական դեմքը, թե դու ով ես։ Չի Հայաստանում չի երևում։ Չէ, որտեվ ստեղ նորից եմ ասում շատ տարբեր է Հայաստանը Միացյալ Նահանգներից շատ դժվարությունների մեջ է երևում դժվար է չէ այ ազատության մեջ որ ինքը կարա զանգի փորից ու քեզանից 50 կիլոմետր հեռու պահիան այստեղ այնքան բան կա որ կարա օգտվի բայց Հայաստանում մի հատ բան ասեմ դաժե ոստիկանները որ աշխատում են Մենք շատ լավ բան գիտակցում են, որ այս մարդը ով է, իրենք ինչ է ներկայացնում, ու իր ձևի ուզում ցենք օրինակ վատություն անի սրան նրան, բայց ստեղը դա չէ, ստա դու ինչքան ուզում ես լավ տղա էլի, ինչքան ուզում ես, թղթի վրա գրեցին ռեկորդի մեջ, որ դու լավ տղա չես, դու մոռացի, դու լավ տղա չես։ Ստեղ բարբեր է։ Պատմության մեջ մտավ, էտի վերջ ոչ որ աշխատանք ունենաս։ Պատկերացրիր ինչ եմ ասում, դրա համար ստեղ շատ բաներ կա տարբեր է, դրա համար Ստեղի նաև ինչն է, որ մի հատ պահ գալիս է ֆիլմերով եմ տվել, սա իմ սրտի խոսքերն եմ ես միշտ կինոյում արտահայտում եմ, որ ասում եմ, ես իմ շանս հետ եմ խոսում, Լոս Անջելես ֆիլմ նկարել, այնքան կուզենամ, որ նայես, ես չես նայեմ, նաև կուզեմ բոլորը նայեն, շատերը նայել են, շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ հայ ժողովրդին, որ գնահատում են ինձ, նայում են իմ նախագծերը, որ հերոսատիտողները միշտ լավ խոսքեր են ասում, դուք ինչ ուժ եք տալի, իմ հայեր ջան, իմ ժողովուրդ ջան, որ ես կարողանամ գնամ առաջ, ձեր ցավը տանեմ ես։ Ասեմ, որ հոմլեսից, դա նաև իմ միտքն է, հոմլեսից դառնում եմ Լոս Անջելեսի քաղաքապետը և դնում եմ անունս Լոս Անջելես։ Ես այն ինչ որ պատկերացրեցի իմ թիմը միացավ ինձ և ուզում հատուկ շնորհակալություն հայտնել նաև իմ գործընկերներից իմ սցենարիստ Անի Մաղաքյանին վերջին նախագծերի արտ ենք անում, աշխատել եմ նաև Անուշ Պետրոսյանի հետ,
Աշխատել ես, չեք աշխատում։ Այս բանը չենք աշխատում Անուշ Պետրոսյանի հետ, այս բանը աշխատում եմ Անի Մաղաքյանի հետ։ Ասեմ, որ շնորհակալ եմ երկուսից էլ շատ։ Ամենակարևորը, որ յեն ինչ-որ այսօր ես օրինակ այսօր առավոտյան որ համ քայլում եմ, համ քննարկումներ եմ անում սցենարիստի հետ ու ասենց ես որ խոսում եմ ոգևորվում եմ, այնց եմ ոգևորվում խոսում, սցենարիստը շփտում է, ասում է, «Սոս դու արդեն մեջն ես»։ Ասում դա ես զգում եմ, որ օրինակ ես սա եմ ուզում ասեմ, որովհետև ես գիտեմ այդ խոսքը բոլորի սրտին է կպնելու, որովհետև դա մեր բաց թողումն է, մենք ուզում եմ այս ֆիլմը գտարադի կոմեդիա եմ ուզում անեմ Սոսկալին եւ ուզում եմ ավելի շատ տամ դաստիարակչական մաս, որ մենք բոլորս ով նայի ու հասկանանք, որ ժողովուրդ գիտենք շատ լավ է, փողը երբեք հերիք չի աշխատելը։ Ես ինքս այտենց եմ ապրում, անկեղծ եմ ասում, կարևոր չի ինչքան ես աշխատում, կարևորը թե ոնց ես դա ծախսում։ Այսօր ես կարողանում եմ աշխատեմ օրինակ X գումար, ես դες պարզ ասեմ, ես շատ գումար չեմ աշխատում, սա խոսում եմ ըստ տղամարդավարի, որովհետև ես մի բան գիտեմ, այս աշխատանքի մեջ դա չի կարող լինի, պրոստը ֆիզիկապես չի կարող լինի։ Ամերիկայում որտեղ շուկա մեր փոքր է, սաղած հասկանում ենք, չի կարող լինի այդ խոսքը, որ լինի օրինակ ռուսական շուկա, ամերիկյան շուկա, դա պարզ է, մեծ է ամեն ինչ, քիչ ավելի, բայց ես սիրում եմ այս աշխատանքը եւ ես հավատացեք, ես բավարարվում եմ։ Եթե այսօր Աստված այս փառք ասու կարողանում եմ նորմալ հագնեմ, ուտեմ, կարողանում եմ ընտանիքիս հետ գնամ ման գամ, հերիք է ժողովուրդ։ Մեկ այս երկրի մոտ հետաքրիր բան ունի։ Էսի անձնական կարծիքն եմ ասում ես դες։ Եթե այսօր ես աշխատում եմ օրինակ համար $20,000, դու աշխատում ես 10, երկուսս սովա չենք մնալու։ Բայց ամենահետաքրքիրն է, որ ամսվա վերջ երկուսս էլ զրո ենք կայնում, ժողովուրդ, որտեվ իմ 20,000-ով ես իմ սասերը այնց եմ անում, որ վերջ անում, դու նույնքը 10,000-ով։ Գոնե այդ ժամանակ արեք հարազատությունը, բայց այդ ընկերությունը։ Իմ բնավորությունը այդպես է, հա, ամսվա վերջ ես ու դու կսկսենք զրոյից, բայց մարդկա օրինակի համար իր ամեն կոպեկը կհաշվի, կխնայի, այդ բնավորությունից է սոս։ Արի ասա, որ մարդիկ կլինեն, որ կխնայեն ու կհավաքեն։ Ցավոք սրտի։ Ես խնայող չեմ։ Ցավոք սրտի եմ սա ասում։ Ես ինքս դիպլոմներ ունեմ բարձրագույն։ Բայց ինքս դասերի չեմ սովորել։ Ինչ մասնագիտությունների դիպլոմներ են։ Շատ չեմ, իրավաբանականն եմ ավարտել, ֆիզկուլտն եմ ավարտել, թատերական չպատմեցի Մազմանյան ընդունեց թատերական, երկրորդ մի անգամ ինձ ընդունեց թատերական։ Ուղղակի մի քանի լավ ընկերներ ունեմ, մի քիչ ծաղրեցին, մի քիչ լավ են զգում, բայց ասացին ապեր այդ թատերականը դες ինչ տեղ, ասին ապեր, դե իր հացերում իր հետևից քրֆում են։ Սա մի քիչ բացասական բաներ ասին, ես ասեմ, որ ես հիմա որ կյանքը հետա, ես կսովորեի։ Ես կուզենայի խոսքի, օրինակ, շատ բան կուզենայի սովորեի, ես հիմա էլ իմ երեխաներին նույն բանն եմ ասում, միայն կարևոր է որ շատ սովորեք։ Կարևոր է որ դերասանի համար ինքը կարևոր բան է, էլի այդ խոսքի կուլտուրա, խոսքի վարպետությունը։ Միանշանակ, դիմաց որ ձեր հետ խոսացի, ես այդ նույն բանն եմ ասում։ Ես նայեք, ստեղ մի բան եմ ասում, միանշանակ, բայց եթե դու չես արել դա, դու ամոթ չի որ դա ասում ես, չի եղել։ Չէ, դու ասում ես, ես դերասան չեմ, ես չեմ ավարտել, ես չեմ արել, ես չեմ արել, ես չեմ արել։ Բոլորին սիրում եմ բոլորին ու խորհուրդ եմ վերցնում բոլորից։ Աշխատասեր եմ, էսա մենը, մարդ կալարկոտա լավ տաղանդունի չի անում, ես եմ անում, թող անի, թող եթե մտածում եք օրինակ համար ես այդքան տաղանդ չունեմ, մոտավորապես մեկնաբանում, եթե մտածում եք օրինակ համար կան մտածողներ, որ ասում են, որ ես այդքան տաղանդ չունեմ, որ այսօր ֆիլմ արտադրեմ, թող արտադրեն նրանք, ովքեր որ տաղանդ ունեն, ուր են։ Ես մի հատ բան ասեմ, մեկ էլ մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, դուք նկատել եք, որ ես մարդիկ, որ ուզում են նախագիծ, ինչ-որ մի հատ բան են ուզում անեն, այդ անելու ընթացքում սկսում են թերագնահատել ու եւ սկսում են վատ խոսքեր ասել այն նույն գործանողին։ Ժողովուրդ դրանով դու չես հաղթելու։ Դու պետք է փորձես ընդհակառակը դու անես լավ բան անես, որ մարդիկ քեզանից խոսան։ Ես տեսնում եմ, այստեղ փորձում են, ստեղծում են, անում են, նոր են սկսում, ինչ որ պահի նաև հիասթափվում են, հետո նորից են ձեռնամուխ լինում, բոլորին ասում աշխատեք, ստեղծեք, եւ ոչ միայն ֆիլմ արտադրության մեջ, բոլոր ոլորտներում աշխատեք, ստեղծեք, մի հանձնվեք, ճանապարհի կեսից հետ մի գնացեք, ձեր ուժը, եռանդը, ձեր
նախկինում սովորած ձեր նախկինում ձեռք բերած ծանոթությունները, ընկերությունը, ձեր փորձը ներդրեք, հասեք առավելագույնի։ Ինչպես որ սկսեցինք զրույցը, հնարավորությունների երկիր է եւ բոլորի համար այդ հնարավորությունը մեկին չի տալիս հնարավորություն, այլ մյուսը գալիս ասում, գիտես, ինչ քո այսինչ հնարավորություն դի հետ հավասարապես պիտի կիսես, որովհետեւ ես եմ ստեղի լավ տղա։ Հնարավորությունը երկիրը ու ազատ երկիրը։ Սոս, շատ շնորհակալ եմ, որ եկար։ Ես էլ եմ շնորհակալ շատ։ Անսահման կարելի է խոսել։ Բայց իրականում ես էլ եմ շնորհակալ։ Ես միշտ ուզում եմ ցենց անկեղծ խոսքերը, որ շփում են, դա իրականում պետք է։ Պետք է որ մարդիկ լսեն եւ հասկանան ու ճանաչեն այն մարդկանց, ում հանդեպ իրենց պատկերացումները սխալ է։ Ովքեր ինձ չեն ճանաչում, ճանաչում են նախագծերից, պատկերացնում են, որ դու այդ ֆիլմի մեջի մարդն ես։ Դա իմ հետ ընդհանրապես կապ չունի։ Ես ինքս հոգեբան եմ, ես ինքս երեխաներ եմ դաստիարակել, ես ինքս ամենակարևոր բանը մանկավարժական, այսինքն իմ գործունեությունը, որ երեխաներին փորձել եմ թեկուզ ոչ մասնագիտական, բայց կարողանամ ուղղակի ասել, թե ինչ է ծնող, թե ինչ է եղբայր, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, Երևանը, քո հայրենիքը։ Ես մի բան կիսաղացա գիտակցում ենք, որ եթե մենք այսօր առավոտյան զարթնում ենք, օրինակ Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցները, ամբողջ աշխարհում հայերը, որ ապրում են Հայաստանից դուրս, իրենց ծաղից ցավը տանան։ Իրանք հեռախոսով եկալում են, առաջինը նայում են Հայաստանում ամեն ինչ նորմալ է։ Ինչ է տեղի ունեցել։ Նոր սկզբած խորհրդուն չեն քաշում ու անցնում ենք առաջ։ Դա ճիշտ է, որտեղ մենք գիտակցում ենք, որ մենք չունենանք հայրենիք, մենք զերո ենք։ Մենք զերո ենք, մենք ոչնչություն ենք, եթե մենք չունենանք հայրենիք, մենք կորցնենք մեր հայրենիքը, դա ես իմ համար չգիտեմ, դա շատ, դա իմ համար դրա համար պետք է մենք բոլորս ընդհակառակը, ամեն մեկս մեր առանց նախանձի, առանց այս թողիկ թռակ, այս արել, կոմենտները որ կարդում եմ, լուրջ եմ ասում, ինձ թվում է, այդ կոմենտ գրողները սա մի մորից են ծնվել։ Իսկ թվում է իրանց մի օքյա դաստիարակ է, այն մարդը դաստիարակ է, որ դպրոց չի գնացել, չգիտի թե ինչ է կյանք, չգիտի թե ինչ է ընկերություն, ժողովուրդ նորից եմ ասում, այդ մարդը որ գրում է, վստահ եմ ասում, հենց վիզա ստանա Միացյալ Նահանգներ գալու համար։ Տնեցիք, առանց տնեցիքի, ինքը տնեցին թողի գաստ է։ Չի կարելի մեր հայրին, եթե ոչ մեկս ամենքս մի խնդիրով ենք եկել հասել այստեղ։ Սոս վատ կյանքով չես ապրել, չէ՞ Հայաստանում։ Շատ լավ կյանքով եմ ապրել։ Ես վատ կյանքով չեմ ապրել Հայաստանում։ Ես լավ աշխատանք ունեցել եմ հայկական երկրորդ հեռուստաալիքում, 14 տարի աշխատել եմ, տուն կար, մեքենա կար, հանգստի հնարավորություն կար, գումար վաստակելը կար, ամեն ինչ կար։ Եվ բոլորին թվում է, որ ես եթե հիմա Միացյալ Նահանգներում եմ, լավ կյանքի համար եմ վազել այստեղ։ 31 անգամ եղել եմ Միացյալ Նահանգներ, հետ եմ գնացել ժողովուրդ ես։ Ես 31 նահանգ եմ եղել Ամերիկա, նոր եկել եմ Ամերիկա ապրելու։ Ոչ մեկ չի հարցնում, բալավ ինչի համար ես օրինակի համար այդտեղ, կամ ինչն է պատճառը, կամ որ ասում ես օրինակի համար, ես հիմա եմ այստեղ, վաղը էլի Հայաստանում եմ, դե լավ հա գնացիր էլ դու հետեկողը չես բան կամ գիտես մեկ էլ ինչից նեղվեցի, չգիտեմ, ճիշտն ասած տաղանդավոր, շատ տաղանդավոր մարդու հետևից այնց բաներ էին գրել, Աշոտ Ղազարյանի հաղորդումն էի վերջերս նայում, հյուր է իր դերևս մի երևի 10 ամիս առաջ էս եղել կամ 7 ամիս առաջ, անց հիմարություններ են գրում, Աշոտն էլ փախավ, ամոթ էլի են, որ ամոթ ես, Աշոտը Ղազարյան, որ աշխարհով մեկա պտտվել, աշխարհով մեկ, կյանքում ոչ մի բան իրան չի զարմացնել, իր հայրենիքից բացի ոչինչ չի սիրում ու նորաթուխ ինչ որ մեկը որոշել է, ասենք Աշոտ Ղազարյանի համար բան գրի։ Այդ մարդը վաղնել է Հայաստանում, մյուս օրը ուրիշ երկրում է, աշխարհով մեկ ինչքան հայ կա, այդքան հայի Աշոտ Ղազարյանն է ինքը, այդքան հայինն է ինքը։ Ինքը այլևս վաղուց նվիրել է իր կյանքը ամբողջ աշխարհի հայերին։ Այդտով ասես, որ քոննա ու քո կողքը պիտի լինի։ Երբ որ Հայաստանում էր, ոչ մեկ չէր ասում օրինակի համար, բա պարոն Ղազարյան, ինչի չեք գնում օրինակի համար էս։ Լավ էլի ժողովուրդ անիմաստ բաներով եք զբաղվում։ Ձեր կյանքով զբաղվեք, ձեր կրթությամբ զբաղվեք, ինքնակրթվեք, գնացեք կրթվեք, մի բանի հասեք, թող ձեզ էլ մյուսները գրեն, դուք էլ նույն բանը կրկնեք։ Ես մի բան ասեմ եւ ու վերջացնենք։ Ասա։ Ուզում եմ մեր հայ ժողովրդին ու մեր ամբողջ աշխարհի հայրին մաղթել առողջություն, ամենակարևորը առողջ մտածելակերպ։ Ես ասում եմ վստահ 46 տարեկան եմ, ասում եմ շատ վստահ, որ եթե մարդը նախանձում է,
ինքը հաջողություն չունի։ Եթե մարդը չի գիտակցում, որ իր ընկերը, իր հարազատը, իր ամենակարևորը հայը ունենում է հաջողություն, ինքը չի ուրախանում, ինքը հաջողություն չունի։ Մենք պետք է իրականում այս ազգովի միասնած բռունցք լինենք ու հպարտանանք, որ հայ ենք, ու պետք է Աստծուն խնդրենք, որ մեր ազգի գլխից անպակաս լինի։ Աստված մեր ժողովրդի հետ ու մեր ազգի հետ ցավոտ։ Քեզ շնորհակալ եմ այս գիտակցության համար ու նորից եմ ասում, ու ամենակարևորը, որ բոլորս մեր ընտանիքներում ընտանիքը դա շատ ուրիշ հասկացողություն է իմ համար, ընտանիքը դա իմ սուրբ անկյունն է, ոնց որ իմ հայրենիքը։ Ես լավ օր եմ աղթում բոլորիս ցավը տանը։ Խաղաղություն մեր երկրին, խաղաղություն աշխարհին, հանգիստ թող լինեն մեր բոլոր աշխարհասփյուռ հայությունը, էլի միասին ենք, էլի համախմբված ենք, շատ լավ բառեր ասցիր, հատկապես համախմբման հետ կապված, այո, պիտի համախմբված լինենք, էլի միասին լինենք եւ աշխարհին ցույց տնենք, դա շատ կարեւոր է, էլի դրանով ենք մենք միշտ հաղթել մեր համախմբման ուժը, դրանով մենք կհասնենք ավելինին, կլինի թե մեր երկրում, թե մեր երկրից դուրս, իսկ եթե երկրից դուրս ես հաջողության հասնում, նպատակին ես հասնում, էլի երկրին ես ծառայեցնում, հաստատ ուրիշ երկրին չես ծառայեցնում, էլի երկրին ծառայեցնում։ Շնորհակալ եմ, Սոշ ջան, այսի վերջին անգամ ասեմ ու արդեն ասեմ ամփոփում եմ։ Հարգելի հետևորդներ, Armcast-ում այսօր Սոսներ հյուրս, շատ շնորհակալ եմ, ինչպես որ նշեցի, էլի հյուրեր կունենանք, շաբաթը մեկ անգամ արդեն ավանդական դարձած մեր զրույցը կունենանք, սրանք հարցազրույցներ չեն, այս հանդիպումները անկեղծ զրույցի շրջանակում է, փորձում ենք հասկանալ մեր ներսինը, մեր արտաքինը, մեր շրջապատողը, եթե մի բան կա, որից նեղված ենք, պետք է արտահայտվենք, եթե մի բան կա ասելու, որը կարող է կրթել, ապա պետք է ասել, որ կրթենք։ Armcast-ի այսօրվա թողարկումը այսքանն էր, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։